1967 թվականի հունվարի 27-ին Վաշինգտոնում, Մոսկվայում և Լոնդոնում միաժամանակ ստորագրվեց փաստաթուղթ, որը պետք է հավերժ խաղաղություն բերեր տիեզերքում։ Արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը հստակ հայտարարեց Լուսինը, Մարսը և բոլոր երկնային մարմինները պատկանում են ամբողջ մարդկությանը։ Ոչ մի պետություն չի կարող հայտարարել իրավունք դրանց նկատմամբ։ Ոչ մի դրոշ չի կարող տվյալ տարածքը դարձնել որևէ երկրի սեփականություն։ 30-ից երկիր ստորագրեց այդ պայմանագիրը և 50 տարի այն աշխատեց անթերի։ Բայց 2020 թվականի հոկտեմբերի 13-ին ամերիկյան կառավարությունը հրապարակեց նոր փաստաթուղթ՝ Արտեմիս համաձայնագրերը։ Այդ փաստաթուղթը հայտարարում է, ով որ տիեզերական ռեսուրս է արդյունահանում, նա դառնում է դրա սեփականատերը։ Ռուսաստանը և Չինաստանը հրաժարվեցին ստորագրել։ Այսպիսով, այսօր մենք ունենք երկու ամբողջապես հակասական իրավական համակարգ, որոնք կարգավորում են նույն տիեզերական տարածությունը։ Մեկն ասում է, Լուսինը պատկանում է բոլորին, մյուսը, Լուսինը, կպատկանի նրան, ով առաջինը հասնի։ Երբ 97 տարեկան Ջորջ Վեմբլի Հաուզերը արտաքին տիեզերքի մասին պայմանագրի հիմնական հեղինակներից մեկը լսեց Արտեմիս համաձայնագրերի մասին, նա զանգահարեց Քեմբրիջի համալսարանի իր գործընկերներին և ասաց. «Մենք 50 տարի սպասեցինք, որ տիեզերքը մնա առանց սահմանների։ Մի շաբաթվա ընթացքում նրանք այն վերածեցին հյուսիսամերիկյան տարածքների մրցավազքի»։ Հաուզերի ձայնը դողում էր, երբ նա խոսում էր իր աշակերտների հետ Լոնդոնում։ Նա հիշում էր, թե ինչպես էր աշխատում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության իրավաբանական բաժնում, երբ սովետական տիեզերագնացները և ամերիկյան աստղագնացները մրցում էին Լուսինը նվաճելու համար։ Այն ժամանակ 1960-ական թվականների կեսերին երկու տերությունները կարող էին սկսել պատերազմ Լուսնի համար, բայց չսկսեցին։ Դրա փոխարեն նրանք ստեղծեցին համակարգ, որը պիտի կանխեր տիեզերական կոլոնիալիզմը։ Հաուզերը և նրա գործընկերները գիտեին պատմությունը, ինչպես էին եվրոպացիները բաժանել Աֆրիկան Բեռլինի կոնֆերանսում 1885 թվականին, ինչպես էին ամերիկացիները բռնագրավել ինդեիցի հողերը, հայտարարելով դրանք տերսահման տարածք։ Նրանք ուզում էին, որ տիեզերքն այլ լինի։ Այդ պատճառով արտաքին տիեզերքի մասին պայմանագրի երկրորդ հոդվածում գրված էր. Արտաքին տիեզերքը, վերառյալ Լուսինը և այլ երկնային մարմինները, ենթակա չէ ազգային յուրացմանը, ինչպես ինքնիշխանության հռչակման միջոցով, այնպես էլ օգտագործման կամ զբաղեցման միջոցով կամ ցանկացած այլ միջոցով։ 91 երկիր վավերացրեց այդ պայմանագիրը 1967-ի և 1968-ի միջև։ Այն դարձավ միջազգային իրավունքի հիմնաքարը։ Երբ Նիլ Արմսթրոնգը ոտք դրեց Լուսնի վրա 1969 թվականի հուլիսի 20-ին, նա տեղադրեց ամերիկյան դրոշը, բայց ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ այդ դրոշը խորհրդանշական էր և ոչ իրավական հայտարարություն։ Լուսինը չէր դառնում ամերիկյան տարածք, ինչպես Անտարկտիդան չէր դառնում ռուսական, թեև սովետական բազաները գործում էին այնտեղ տասնամյակներ շարունակ։ Համակարգը աշխատում էր, քանի որ բոլորը համաձայն էին միևնույն սկզբունքին. տիեզերքը պատկանում է մարդկությանը, ոչ թե պետություններին։ Բայց տեխնոլոգիան փոխեց խաղի կանոնները։ Երբ Օքսֆորդի համալսարանի աստղագետները 1996 թվականին հրապարակեցին լրամուտ Լուսնի հյուսիսային բևեռի մասին, նրանք չէին կարծում, որ սկսում են նոր տիեզերական մրցավազք։ Պրոֆեսոր Ռոբերտ Պիտեր Հենլին և նրա թիմը հայտնաբերեցին, որ Լուսնի մշտապես ստվերավոր կրատերներում կուտակված է մեծ քանակությամբ ջրային սառույց։ Ոչ թե քիչ, մեթոդաբանական սխալի չափով։ Համառ միլիարդ տոննա սառույց, խորը հանելուկային կրատերներում, որտեղ արևի լույսը երբեք չէր հասնում։ Հենլինը հրապարակեց իր գտածոն Nature գիտական հանդեսում, ենթադրելով, որ այդ սառույցը կարող է օգտագործվել ապագա լուսնային բազաների համար։ Սառույցը նշանակում էր ոչ միայն խմելու ջուր։ Այն կարող էր տրոհվել թթվածնի և ջրածնի, ապա ջրածինը կարող էր դառնալ հրթիռների վառելիք։ Պլանավորողները Հյուսթոնի Ջոնսոն տիեզերական կենտրոնում հաշվեցին թվերը և հասկացան. լուսնային սառույցով կարելի էր ստեղծել վառելիքի կայան, որը կարող էր ապահովել Մարս ուղևորվող արշավանքները։ Լուսինը կարող էր դառնալ տիեզերական բենզալցակայան։ Բայց դա նաև նշանակում էր, որ Լուսինը հանկարծ ստանում էր տնտեսական արժեք, որը չափվում էր տրիլիոն դոլարներով։ Երբ Ճապոնիայի տիեզերական գործակալությունը 1999 թվականին հրապարակեց ուսումնասիրություն լուսնային ռեգոլիթում հազվագյուտ տարրերի մասին, ֆինանսական շուկաները սկսեցին ուշադրություն դարձնել։ Լուսնային հողում կային մեծ քանակությամբ հելիում-3 իզոտոպ, որը չի գտնվում Երկրի վրա բնական ձևով։ Հելիում-3-ը կարող էր դառնալ իդեալական վառելիք ապագա ջերմակային ռեակտորների համար։
Մի գրամ հելիում 3 էներգետիկ համարժեք էր 40 տոննա ածուխի։ Լուսնի վրա կային մոտավորապես 1 միլիոն տոննա հելիում 3, բավարար, որպեսզի ապահովվի երկրի էներգիան հազարավոր տարիների համար։ Բոլոնիայի համալսարանի տնտեսագետները հաշվեցին, որ 1 տոննա հելիում 3 կարժենար մոտավորապես 3 միլիարդ դոլար երկրի վրա։ Հանկարծ լուսինը դարձավ ոչ թե գիտական հետաքրքրության օբյեկտ, այլ տնտեսական ակտիվ։ Բայց արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը հստակ էր, ոչ ոք չէր կարող դառնալ լուսնային ռեսուրսների սեփականատեր։ Ամերիկյան, եվրոպական, ճապոնական և չինական ընկերությունները, որոնք սկսում էին ներդրումներ անել տիեզերական հանքարդյունաբերության մեջ, բախվեցին իրավական պատին։ Ինչպես կարող եք ներդրում անել, եթե չեք կարող սեփականություն հայտարարել։ Դրանից հետո եկան փաստաբանները իրենց ստեղծագործական մեկնաբանություններով։ Հյուստոնի և Լոս Անջելեսի իրավաբանական ֆիրմաներում սկսեցին մշակել նոր մոտեցում։ Նրանք ասացին, արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը արգելում է տարածքի յուրացումը, բայց ոչինչ չի ասում ռեսուրսների յուրացման մասին։ Այսինքն, դուք չեք կարող ասել, որ լուսնի հյուսիսային բևեռը ձերն է, բայց կարող եք ասել, որ այնօղ եք ասել, որ այնտեղից արդյունահանված սառույցը ձերն է։ Դա էր տարբերությունը, որի վրա նրանք կառուցեցին ամբողջ արգումենտացիան։ Լյուքսեմբուրգն առաջինն արձագանքեց։ 2015 թվականի հուլիսի 1-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը ընդունեց օրենք, որը թույլ էր տալիս ընկերություններին, որոնք գրանցված են Լյուքսեմբուրգում, հայտարարել սեփականություն տիեզերական մարմիններից արդյունահանված ռեսուրսների նկատմամբ։ Փոքրիկ եվրոպական երկիրը, որի ողջ տարածքը չափվում էր 2500 քառակուսի կիլոմետրով, հանկարծ հայտարարեց, որ իր ընկերություններն իրավունք ունեն տիրել աստերոիդներից և լուսնից արդյունահանված նյութերի նկատմամբ։ Միջազգային իրավաբանները ցնցված էին, բայց Լյուքսեմբուրգի արդարադատության նախարարը Ֆելիքս Բրազը պաշտպանեց օրենքը, պնդելով, որ այն չի խախտում արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը։ Միացյալ Նահանգները հետևեցին։ 2015 թվականի նոյեմբերի 25-ին նախագահ Բարակ Օբաման ստորագրեց տիեզերական մրցակցության օրենքը։ Այդ օրենքը ճանաչում էր ամերիկյան քաղաքացիների և ընկերությունների իրավունքը սեփականություն հայտարարել երկնային մարմիններից արդյունահանված ռեսուրսների նկատմամբ։ Օրենքը հստակ նշում էր. ամերիկյան քաղաքացին, որն իրականացնում է աստերոիդի ռեսուրսների կամ տիեզերական ռեսուրսների կոմերցիոն վերականգնում, իրավունք ունի տիրել, փոխադրել, վաճառել և օգտագործել այդ ռեսուրսները։ Կոնգրեսի անդամները պնդում էին, որ օրենքը անհրաժեշտ է ամերիկյան տիեզերական արդյունաբերության համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անմիջապես հայտարարեց, որ օրենքը հակասում է միջազգային իրավունքին։ Բայց իրական ցնցումը եկավ 2020 թվականին, երբ ՆԱՍԱ-ն հրապարակեց Արտեմիս ծրագիրը, մարդկանց վերադառնալ լուսին մինչև 2025 թվականը։ Ծրագիրը ներառում էր մշտական բազայի կառուցում լուսնի հյուսիսային բևեռի մոտ, հենց այն տարածքում, որտեղ կենտրոնացված էր ջրային սառույցը։ Արտեմիս ծրագիրը պահանջում էր միջազգային համագործակցություն, և ամերիկյան կառավարությունը ստեղծեց Արտեմիս համաձայնագրերը, քաղաքական համաձայնագիր, ռնագիր, որը սահմանում էր կանոններ լուսնային գործունեին գործունեության համար։ Արտեմիս համաձայնագրերի հոդված 11-ը վճռական էր, այն խոսում էր անվտանգության գոտիների մասին։ Համաձայնագիրը թույլ էր տալիս երկրներին և ընկերություններին ստեղծել տարածքներ, ցքներ, որտեղ նրանք կունենային բացառիկ իրավունք հանքարդյունաբերության, բազաների կառուցման և գիտական ուսումնասիրությունների համար։ Համաձայնագրերը հստակ ասում էին, որ այս գոտիները չեն համարվում տարածքային յուրացում, բայց պրակտիկայում դրանք տալիս էին ճիշտ այդ իրավունքը։ Եթե ամերիկյան ընկերությունը հայտարարում էր անվտանգության գոտի լուսնի կոնկրետ կրատերի շուրջ, այլ երկրները պետք է հարգեին այդ տարածքը և չխանգարեին գործունեությանը։ Երբ Արտեմիս համաձայնագրերը հրապարակվեցին 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, Դմիտրի Ռոգոզինը, Ռոսկոսմոսի գլխավոր տնօրենը, անմիջապես արձագանքեց։ Նա անվանեց համաձայնագրերը AMNI փորձ, դիկտել իր կանոնները տերատիեզերքում։ Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտում անցկացված մամլո ասուլիսում Ռոգոզինը ասաց. Արտեմիս համաձայնագրերը փաստորեն փորձում են վերանայել արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը առանց միջազգային համաձայնության։ Սա անընդունելի է։ Ռուսաստանը հրաժարվեց ստորագրել համաձայնագրերը։ Չինաստանը նույնպես հրաժարվեց։ Երկու հիմնական տիեզերական տերատերություններ հանդես էին գալիս ամերիկյան համակարգի դեմ։ Սակայն մյուս երկրները մեկը մյուսի հետևից ստորագրում էին Արտեմիս համաձայնագրերը։ Ավստրալիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան եղան առաջին 8 երկրները։ 2021 և 2022 թվականներին ստորագրողների թիվը հասավ 21-ի։
Միացան Բրազիլիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Լեհաստանը, Ռումինիան։ Յուրաքանչյուր նոր ստորագրություն ավելացնում էր ամերիկյան համակարգին լեգիտիմություն և թուլացնում ռուս-չինական դիրքերը։ Չինաստանը պատասխանեց սեփական ծրագրով։ 2021 թվականի ապրիլի 24-ին Չինական ազգային տիեզերական վարչությունը և Ռոսկոսմոսը ստորագրեցին հուշագիր միջազգային լուսնային հետազոտական կայանի մասին։ Ռուս-չինական լուսնային բազան պետք է կառուցվեր լուսնի հարավային բևեռի մոտ, այլ տարածք, որտեղ նույնպես կային սառցե պաշարներ։ Բայց ռուս-չինուս-չինական ծրագիրը հիմնված էր այլ սկզբունքների վրա։ Դրանք պնդում էին, որ պահպանում են արտաքին տիեզերքի մասին պայմանագրի բուն հոգեվիճակը, միջազգային համագործակցություն առանց սեփականության հայտարարման։ Կայանը պետք է լիներ բաց բոլոր երկրների համար, որոնք ցանկանում էին մասնակցել։ Երկու համակարգ հիմա գոյություն ունեին զուգահեռ։ Ամերիկյան Արտեմիս համաձայնագրերը հիմնված անվտանգության գոտիների և ռեսուրսների սեփականության վրա։ Ռուս-չինական միջազգային լուսնային հետազոտական կայանը հիմնված կոլեկտիվ օգտագործման սկզբունքի վրա։ Երկու համակարգերն էլ պնդում էին, որ հավատարիմ են արտաքին տիեզերքի մասին պայմանագրին, բայց նրանք մեկնաբանում էին այն ամբողջովին տարբեր ձևերով։ Լուսինը դառնում էր նոր սառը պատերազմի դաշտ, որտեղ զենքի փոխարեն մրցում էին իրավական համակարգերը։ Լավպորոյի համալսարանի տիեզերական իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Նյումենը 2021 թվականին հրապարակեց հոդված «Բրիտանական տիեզերական իրավունքի ամսագիր» ամսագրում։ Նա գրում էր. «Մենք ականատես ենք լինում տիեզերական իրավունքի հիմնարար փոփոխությանը։ 5 տասնամյակների ընթացքում տիեզերական իրավունքը հիմնված էր սկզբունքի վրա, որ տիեզերքը պատկանում է բոլորին հավասարապես։ Հիմա մենք շարժվում ենք դեպի մոդել, որտեղ տիեզերքը կբաժանվի ազդեցության գոտիների, նման նրան, թե ինչպես Եվրոպայի տերությունները բաժանեցին աշխարհը 19-րդ դարում»։ Նյումենի հոդվածը ստացավ լայն արձագանք գիտական համայնքում։ Մի խումբ փաստաբանների հավանություն տվեց, մեկ այլ խումբ դատապարտեց։ Բայց իրական ստուգումը պիտի գար, երբ առաջին բազաները սկսեին իրական գործունեություն լուսնի վրա։ Մինչ այդ ամեն ինչ էր տեսական։ 2023 թվականի մայիսի 25-ին Չինաստանը կատարեց կարևոր քայլ։ Չանգե 6-ը, չինական տիեզերական կայանը, առաջին անգամ հավաքեց լուսնային ռեգոլիթի նմուշներ հարավային բևեռից և վերադարձվեց դրանք երկիր։ 2 կիլոգրամ լուսնային հող, որը պարունակում էր ջրային սառույցի մասնիկներ, Չինաստանը հայտարարեց, որ նմուշները կուսումնասիրվեն Պեկինի տիեզերական տեխնոլոգիայի ակադեմիայում և դրանք պատկանում են ամբողջ մարդկությանը։ Բայց եվրոպական հետազոտողները չստացան հասանելիություն այդ նմուշների։ Փաստորեն չինացիները հայտարարում էին կոլեկտիվ սեփականություն, բայց իրավիճակը հիշեցնում էր բացառիկ կառավարում։ ՆԱՍԱ-ն արձագանքեց Արտեմիս 2 առաքելությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի դեսը 4 աստղագնացներ պիտի վայրէջք կատարեին լուսնի վրա, առաջին մարդիկ այնտեղ 1972 թվականից ի վեր։ 2025 թվականի մարտը պիտի սկսվեր մշտական բազայի կառուցումը։ Բազան պլանավորվում էր Շակլտոն կրատերի մոտ, տարածք, որտեղ սառցե պաշարները հասնում էին 100 միլիոն տոննա։ Բազան պիտի ունենար հզորություն արդյունահանել տարեկան 10,000 տոննա ջուր և վերածել դրա մի մասը վառելիքի։ Եթե դա իրականություն դառնար, լուսինը կդառնար տնտեսապես անկախ գոտի։ Բայց սա էր խնդիրը։ Արտեմիս բազան պիտի գործեր անվտանգության գոտիում, որը ամերիկացիները պիտի հայտարարեին 2024 թվականի վերջում։ Այդ գոտին պիտի ընդգրկեր տարածք 10 կիլոմետր շառավղով Շակլտոն կրատերի շուրջ։ Եթե Ռուսաստանը կամ Չինաստանը ցանկանային ուղարկել իրենց սարքերը նույն տարածք, ամերիկացիները կարող էին պնդել, որ դա խախտում է անվտանգության գոտին։ Բայց ում էր իրավունքը հայտարարել անվտանգության գոտի։ Արտեմիս համաձայնագրերը պարզ էին, միայն ստորագրող երկրները ճանաչում էին այդ իրավունքը։ Ռուսաստանը և Չինաստանը չէին ստորագրել։ Հարցը ավելի բարդ դարձավ 2022 թվականին, երբ Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարեցին իրենց սեփական լուսնային առաքելությունը։ Ռաշիդ ռովերը պիտի վայրէջք կատարեր լուսնի վրա 2023 թվականին, նպատակ ունենալով ուսումնասիրել սառցե պաշարները։ Էմիրությունները ստորագրել էին Արտեմիս համաձայնագրերը, ուրեմն նրանք տեսականորեն ճանաչում էին ամերիկյան անվտանգության գոտիները։ Բայց նրանք նաև ուզում էին ստեղծել իրենց սեփական անվտանգության գոտին լուսնային տարածքում, որտեղ նրանք պլանավորում էին վաճառել սառույցը միջազգային շուկաներում։ Ով էր որոշելու, թե որ երկիրը որ տարածքը կունենար։ Մի անձայն մեխանիզմ չկար։
Արտեմիս համաձայնագրերը խոսում էին համակարգման մասին, բայց նրանք չէին սահմանում, թե ինչպես պետք է լուծվեին հակասությունները, երբ երկու երկիր պահանջում էին նույն տարածքը։ Միջազգային օդային իրավունքի նախաձեռնությունը, անկախ հետազոտական կենտրոնը ՄԱԳԻԼ-ի համալսարանում Մոնրեալում, հրապարակեց զեկույց 2022 թվականի դեկտեմբերին։ Զեկույցը զգուշացնում էր, առանց պարզ իրավական մեխանիզմի հակամարտությունների լուծման համար լուսինը կարող է դառնալ օտարերկրյա տարածք, որտեղ տերությունները ու ընկերությունները կպայքարեն ռեսուրսների համար առանց միջազգային կանոնակարգի։ Հոնկոնգի համալսարանի տնտեսագետները կատարեցին մոդելավորում, որը ցույց էր տալիս, թե ինչ կարող էր տեղի ունենալ։ Նրանք վերցրեցին Շակլտոն կրատերը որպես օրինակ։ Կրատերը լայնությունը 21 կիլոմետր էր և խորությունը 4 կիլոմետր։ Դրա հատակին կային մոտավորապես 100 միլիոն տոննա ջրային սառույց։ Եթե ընկերությունը կարող էր արդյունահանել տարեկան 5 միլիոն տոննա և վաճառել դրանք $10,000 տոննան արժեքը, որը ստորադասում էր երկրից ջուր հասցնելու արժեքը, տարեկան եկամուտը կկազմեր $50 միլիարդ։ 20 տարում սա կլիներ $1 տրիլիոն։ Այսպիսի գումար արժեր մրցակցել։ Իրավիճակը հիշեցնում էր 19-րդ դարի կոլոնիալ մրցավազքը, բայց ավելի բարդացված։ Նախկինում եվրոպացիները բաժանում էին Աֆրիկան և Ասիան հարթակների վրա քարտեզներով։ Ուժեղ բանակ ունեցող երկիրը նվաճում էր տարածք և հայտարարում սեփականություն։ Լուսնի դեպքում բանակ ուղարկելը անհնար էր։ Արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը հստակ արգելում էր ռազմական նպատակով տիեզերական օբյեկտների օգտագործումը։ Բայց եթե երկու ընկերություն, երկու տարբեր երկրներից վայրէջք կատարեին նույն կրատերում և սկսեին արդյունահանում, ով էր որոշելու, թե ով ում հողում էր։ Միջազգային դատարանը չուներ իրավասություն։ Միջազգային արդարադատության դիվանը Հագայում կարող էր դատել միայն երկրների միջև հակամարտությունները, բայց միայն եթե երկու կողմերը համաձայն էին։ Ռուսաստանն ու Չինաստանը երբեք չէին ընդունի դատական լուծում, որը ճանաչում էր ամերիկյան անվտանգության գոտիները։ Երբ Լեյդենի համալսարանի իրավաբանները պարզ արեցին վիճակը 2022 թվականի սեպտեմբերին, նրանք օգտագործեցին արտահայտություն իրավական վակուում։ Ստեֆանոս Կուլաս, հունական իրավաբան, որը մասնագիտացված էր տիեզերական իրավունքում, գրեց. «Մենք գտնվում ենք տարօրինակ իրավիճակում։ Երկու համակարգ գոյություն ունեն զուգահեռ, ամբողջապես տարբեր սկզբունքների հիման վրա։ Մինչև առաջին իրական հակամարտությունը մենք չենք իմանա, թե որը կհաղթի»։ Կուլասը ակնարկում էր, որ առաջին հակամարտությունը կարող էր լինել ոչ իրավական, այլ գործնական։ Կարող էր պարզապես լինել, որ ամերիկյան ռովերը և չինական ռովերը միաժամանակ հասնեին նույն ջրային սառցե գոտուն, և ով որ ավելի արագ ստանար ռեսուրսը, դառնար փաստացի սեփականատերը։ Արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը չէր սահմանում արագության սկզբունք, այն խոսում էր միայն համագործակցության և առանց հակամարտության օգտագործման մասին։ Բայց ինչպես կարող էր ապահովվել համագործակցությունը, երբ երկու համակարգ սահմանում էին ամբողջովին տարբեր կանոններ։ Ինչպես կարող էր ապահովել խաղաղությունը, երբ տրիլիոն դոլարներ էին խաղադրույքի տակ։ Լուսինը դառնում էր հանգույց, որտեղ պիտի բախվեին երկու տեսլականներ ապագայի մասին։ Մի կողմից տիեզերքը որպես միջազգային ընդհանուր օգուտ, հասանելի բոլորին, որտեղ ռեսուրսները կիսվում են համագործակցության սկզբունքով։ Մյուս կողմից տիեզերքը որպես նոր սահման, որտեղ ընկերությունները և տերությունները մրցում են, իրավունք ունենալով պարգևատրել արագ գործողներին և նորարարներին։ Առաջինները հասնողները պահպանում են իրենց արդյունքը։ Երկու տեսլականներն էլ ունեին իրենց տրամաբանությունը, իրենց հիմնավորումները, իրենց սատարատուներին։ Բայց երկուսն էլ չէին կարող գոյություն ունենալ միաժամանակ նույն տարածքում։ Երբ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները 2023 թվականի փետրվարին կատարեցին համակարգչային մոդելավորում, նրանք բացահայտեցին խնդիրը, որը սառցրեց ամբողջ տիեզերական համայնքը։ Նրանք վերցրին Շակլտոն կրատերը և մոդելավորեցին երկու ռոբոտային հանքարդյունահանող համակարգ, որոնք միաժամանակ սկսում են սառույցի արդյունահանում կրատերի հատակից։ Առաջին համակարգը պատկանում էր ամերիկյան ընկերությանը, որը գործում էր անվտանգության գոտիի սկզբունքով։ Երկրորդը չինական ընկերությանը, որը պնդում էր, որ լուսինը պատկանում է բոլորին։ Մոդելավորումը ցույց տվեց, երբ երկու ռոբոտային բահեր սկսում են հորատել սառույցը նույն տարածքում, նրանք ստեղծում են թրթռում մինչև 1 կիլոմետր շառավղով։ Թրթռումը խանգարում է մյուս բահի սենսորներին։ Սառույցի փոշին, որը բարձրանում է հորատման ժամանակ, ծածկում է մյուս սարքի արևային պանելները։ Երկու ռոբոտը սկսում են խանգարել միմյանց աշխատանքին, անգամ եթե նրանք գտնվում են 2 կիլոմետր հեռավորության վրա։ Ինժեներները հասկացան, արդյունավետ արդյունահանման համար յուրաքանչյուր համակարգին անհրաժեշտ է նվազագույնը 5 կիլոմետր շառավիղով բացառիկ տարածք։
բայց Շակլտոն կրատերի լայնությունը ընդամենը 21 կիլոմետր է։ Կրատերում կարող են գործել առավելագույնը 3-4 անկախ արդյունահանող համակարգ։ Ով կստանար այդ տեղերը։ Այս մոդելավորումը ստիպեց Միացյալ Ազգերի կազմակերպությունը գումարել շտաբ նիստ 2023 թվականի մարտի 15-ին Վիեննայում։ Արտաքին տիեզերքի խաղաղ օգտագործման հարցերով կոմիտեն քննարկեց իրավիճակը։ Ամերիկյան ներկայացուցիչը Լինդա Ռեյնոլդսը սպիտակ տախտակի վրա նկարեց սխեման եւ բացատրեց. անվտանգության գոտին անհրաժեշտ է ոչ միայն իրավաբանական պատճառներով, այլ տեխնիկական։ Երկու արդյունահանգու արդյունահանող համակարգը չեն կարող գործել մոտիկությամբ, նրանք կոնֆլիկտավորում են միմյանց գործունեությանը։ Ռուսաստանի ներկայացուցիչը Սերգեյ Կոլեսնիկովը պատասխանեց. եթե տեխնիկական սահմանափակումներ կան, ապա լուծումը համաձայնեցում է, ոչ թե միակողմանի տարածքային պահանջներ։ Բայց ինչպես համաձայնեցնել, երբ դուք հիմնված եք տարբեր սկզբունքների վրա։ Ամերիկացիները պնդում էին, ով առաջինը ներդրում է անում եւ ստեղծում տեխնոլոգիա, նա ստանում է նախապատվություն։ Ռուսները եւ չինացիները պնդում էին, բոլորը պետք է նախորոք պայմանավորվեն, ով որ տարածք կօգտագործի։ Երկու մոտեցումներն էլ տրամաբանական էին, բայց նրանք չէին համատեղվում։ Վիեննայի նիստը տևեց 4 օր եւ ավարտվեց առանց որևէ լուծման։ Վերջին օրը Ճապոնիայի ներկայացուցիչը Հիրոշի Յամադան ասաց ուղղակի. մենք վերադառնում ենք 19-րդ դարի իրավիճակին, երբ պետությունները բաժանում էին աշխարհը առանց միջազգային կանոնների։ Պատմությունը փաստորեն կրկնվում էր, բայց տարօրինակ ձևով։ 19-րդ դարում եվրոպական տերությունները բաժանել էին Աֆրիկան Բերլինի կոնֆերանսում 1885 թվականին։ Այդ կոնֆերանսի ժամանակ չափագրողները նստել էին քարտեզների առաջ եւ գծել ուղիղ գծեր, որոնք դարձել էին սահմաններ։ Նրանք չէին հարցել աֆրիկացիներին։ Բերլինի կոնֆերանսի արձանագրությունները հստակ ասում էին. արդյունավետ զբաղեցման սկզբունքը որոշում էր սեփականությունը։ Ով որ ուներ իրական ներկայություն տարածքում եւ կարող էր կառավարել դրա, նա դառնում էր սեփականատերը։ Արտեմիս համաձայնագրերի անվտանգության գոտին հիմնված էր ճիշտ այդ սկզբունքի վրա։ Ամերիկացիները չէին ասում լուսինը մերն է։ Դրանք ասում էին մենք աշխատում ենք այստեղ եւ ձեզանից պահանջում ենք չխանգարել մեր գործունեությանը։ Բայց ինչ տարբերություն կար էության մեջ։ Եթե դուք չեք կարող մոտենալ տարածքին, եթե դուք չեք կարող օգտագործել ռեսուրսները, արդյոք դա տարբեր է սեփականությունից։ Երբ Գլազգոյի համալսարանի ինստիտուտում փիլիսոփայությունը ուսումնասիրող ուսանողները քննարկեցին այս հարցը 2023 թվականի ապրիլին, նրանցից մեկը, Էմիլի Մաքքուինը, բարձրացրեց հետաքրքիր փիլիսոփայական հարց։ Նա ասաց. ենթադրենք, որ ես հայտարարում եմ ձկնորսական հատվածում բաց ծովում 6 տեղադրել եմ ցանց, եւ ես պահանջում եմ, որ այլ նավեր չմոտենան 5 կիլոմետր շարավղով, քանի որ նրանք խանգարելու են իմ ձկնորսությանը։ Արդյոք դա տալիս է ինձ սեփականություն այդ ջրերի նկատմամբ։ Դասախոսը, պրոֆեսոր Մայքլ Ռեյդը պատասխանեց. ոչ, ըստ ժամանակակից ծովային իրավունքի։ Բայց եթե դուք սկսեք արդյունահանել հանքանյութեր ծովի հատակից միջազգային ջրերում, իրավիճակը փոխվում է։ Ծովային իրավունքը փաստորեն անցել էր նույն փոխակերպումը, որը հիմա սպասվում էր տիեզերական իրավունքին։ 1952 թվականին բաց ծովը համարվում էր ազատ տարածք, որտեղ բոլորը կարող էին ձկնորսել եւ նավարկել։ Բայց երբ տեխնոլոգիան թույլ տվեց հորատել նավթ ծովային հատակից խորը ջրերում, երկրները սկսեցին պահանջել բացառիկ տնտեսական գոտիներ։ 200 ծովային մղոն հեռավորությամբ իրենց ափերից։ 1971 թվականին Միացյալ Ազգերի կազմակերպությունը սկսեց բանակցություններ նոր ծովային իրավունքի կոնվենցիայի մասին։ Կոնվենցիան վավերացվեց 11 տարի անց, 1982 թվականին։ Այդ կոնվենցիան ստեղծեց բարդ համակարգ, որը փորձեց հավասարակշռել երկրների ինքնիշխան իրավունքներն ու միջազգային ընդհանուր օգուտների սկզբունքը։ Ափամերձ երկրները ստացան իրավունք կառավարել ռեսուրսները 200 ծովային մղոն հեռավորությամբ։ Բայց խորը ծովի հատակը, որը գտնվում էր դրանից հեռու, մնաց մարդկության ընդհանուր ժառանգություն։ Խորը ծովի հանքանյութերի արդյունահանման համար կոնվենցիան ստեղծեց միջազգային ծովային հատակի մարմինը։ Այդ մարմինը պիտի լիցենզիատար ընկերություններին եւ վերահսկեր, որպեսզի արդյունահանումից օգուտը կիսվեր բոլոր երկրների միջև։ Բայց այդ համակարգը երբեք լիովին չաշխատեց։ Միջազգային ծովային հատակի մարմինը տվեց միայն 25 լիցենզիա ուսումնասիրության համար եւ ոչ մեկը արդյունահանման համար, քանի որ տեխնոլոգիան չէր զարգացած եւ ձեռնարկատիրական ընկերությունները չուզեցին մասնակցել համակարգին, որը պահանջում էր կիսել շահույթը։ Երբ Օքսֆորդի համալսարանի օվկիանոլոգները կատարեցին վերլուծություն 2020 թվականին, նրանք եզրակացրեցին.
Խորը ծովի հանքարդյունահանությունը մնաց տեսական, քանի որ տնտեսական խթանները բավարար չէին։ Բայց լուսնի դեպքում տնտեսական խթանները բացառիկ ուժեղ էին։ Հարցը դարձավ, կարող էր լուսինը ստանալ համակարգ նման ծովային իրավունքին։ Կարող էին երկրները համաձայնվել, որ լուսնի որոշ տարածքներ են բացառիկ գոտիներ, իսկ մնացածը մնում է ընդհանուր ժառանգություն։ Փաստորեն Արտեմիս համաձայնագրերը առաջարկում էին հենց այդ մոդելը, բայց մեկ մեծ տարբերությամբ։ Նրանք թույլ էին տալիս ընկերություններին եւ երկրներին միակողմանի հայտարարել իրենց անվտանգության գոտիները։ Ծովային իրավունքում բացառիկ տնտեսական գոտիները սահմանափակված էին 200 ծովային մղոնով, եւ դրանք ճանաչված էին միջազգային կոնվենցիայով։ Լուսնի դեպքում չկար միջազգային կոնվենցիա, որը սահմանափակեր գոտիների չափը կամ տեղը։ Կարող էր Անտարկտիդան լինել ավելի լավ մոդել։ Անտարկտիդայի պայմանագիրը, որը ստորագրվել էր 1959 թվականին, խթանեց 7 երկրի՝ Արգենտինայի, Ավստրալիայի, Չիլիի, Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի եւ Միացյալ Թագավորության տարածքային պահանջները Անտարկտիդայում։ Պայմանագիրը հայտարարեց, որ Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով եւ գիտական հետազոտությունների համար։ Ոչ մի երկիր չկարող էր պահանջել սեփականություն։ Համակարգը աշխատեց, քանի որ Անտարկտիդան ուներ քիչ տնտեսական արժեք։ Սառցեց համակամասում չկային մեծ նավթային կամ հանքային պաշարներ, որոնք արժեր արդյունահանել այդ ծայրահեղ պայմաններում։ Բայց 2012 թվականին իրավիճակը փոխվեց։ Երբ Նորվեգիայի Բևեռային ինստիտուտի երկրաբանները հայտնաբերեցին հսկայական հազվագյուտ տարրերի պաշարներ Անտարկտիդայի արևելյան ափի մոտ ծովի հատակում, տարբեր երկրներ սկսեցին կասկածելու Անտարկտիդայի պայմանագրի ապագայի մասին։ Չինաստանը, որը ստորագրել էր պայմանագիրը 1983 թվականին, սկսեց կառուցել 5 նոր բազա Անտարկտիդայում։ Ռուսաստանը վերաբացեց հին սովետական կայանները։ Պաշտոնապես նրանք ամբողջը գիտական հետազոտություններ էին, բայց բազաները գտնվում էին հենց այնտեղ, որտեղ երկրաբանները եզակելու էին հանքային ռեսուրսների գոյությունը։ 2019 թվականի հունիսին Քեմբրիջի համալսարանի քաղաքական վերլուծաբաններն անցկացրին համաժողով Անտարկտիդան եւ Լուսինը իրավական զուգահեռներ։ Պրոֆեսոր Ալան Հեմֆրին ներկայացրեց զեկույց, որը ցույց էր տալիս վիճակագրությունը։ Երբ Անտարկտիդայի պայմանագիրը ստորագրվեց 1959 թվականին, մայրցամաքում գործում էին 5 մշտական բազա։ 1980 թվականին թիվը հասավ 40-րդի։ 2020 թվականին արդեն կային 76 մշտական եւ ժամանակավոր բազա։ Բազաների քանակը աճում էր ուղիղ համաչափ այն պահին, երբ տնտեսական հետաքրքրությունները սկսում էին աճել։ Հեմֆրին ասաց. Պատմությունը ցույց է տալիս, որ միջազգային պայմանագրերը աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսական խթանները թույլ են։ Երբ ռեսուրսների արժեքը հասնում է կրիտիկական մակարդակի, պայմանագրերը վերաիմաստավորվում են կամ անտեսվում։ Նա ինկերքում էր, որ լուսնի դեպքում տնտեսական խթանները արդեն հասել էին կրիտիկական մակարդակի։ $1 տրիլիոն արժողությամբ ռեսուրսները լուսնի վրա էին չափազանց մեծ գայթակղություն, որպեսզի երկրները պահպանեին իդեալիստական համագործակցության սկզբունքը։ Բայց եղավ եւս մեկ մոդել, որը քիչերը քննարկում էին՝ արևմտյան ամերիկյան սահմանագոտու պատմությունը 19-րդ դարի միջին։ Երբ ամերիկյան գաղթականները շարժվում էին դեպի արևմուտք 1840 եւ 50-րդ թվականներին, նրանք գտնում էին հողեր, որոնք դեռ չէին պատկանում որևէ պետության, պաշտոնապես գոնե։ Ֆեդերալ կառավարությունը սկզբում չուներ ռեսուրսներ կառավարել այդ տարածքները։ Հորձագեր անհաստատությունը լուծեց խնդիրը գործնականորեն՝ առաջինը հասնողը, առաջինը ծառայվողը։ Եթե դուք հասնում էիք որևէ տեղ, կառուցում էիք տուն եւ սկսում էիք մշակել հողը, հողը դառնում էր ձերը։ Այդ համակարգը ստեղծեց իրավական քաոս, անհամար հակամարտություններ, դատավարություններ, երբեմն բռնություն մարդկանց միջև, ովքեր պնդում էին, որ նրանք առաջինն էին հասել։ Բայց համակարգը նաև գործեց, արագացրեց արևմտյան տարածքների զարգացումը, եւ ժամանակի ընթացքում պաշտոնական իրավական համակարգը ծածկեց այդ իրողություններին։ Արդյոք լուսինը պիտի կրկներ այդ պատմությունը։ Արդյոք առաջին 10 կամ 20 տարիները պիտի լինեին քաոտիկ, մինչև որևէ միջազգային մեխանիզմ հաստատվեր։ 2023 թվականի հուլիսին Ստանֆորդի համալսարանի իրավաբանական դպրոցում անցկացվեց մրցանողները պետք է մոդելավորեին լուսնային հակամարտության սցենար եւ առաջարկեին լուծում։ 5 թիմ ստեղծեցին 5 ամբողջովին տարբեր սցենարներ։ Առաջին սցենարը անվանվեց Շակլտոն միջադեպը։ Սցենարը պատմում էր, թե ինչպես 2026 թվականին ամերիկյան ընկերության ռովերը եւ չինական ընկերության ռովերը միաժամանակ հասնում են Շակլտոն կրատերի կենտրոնական սառցե գոտուն։
Ամերիկյան ընկերությունը Lunar Resources Corporation արդեն հայտարարել է անվտանգության գոտի աշխատանքների համար։ Բայց չինական ընկերությունը, որը չի ճանաչում Արտեմիս համաձայնագրերը, պնդում է, որ լուսինը ընդհանուր ժառանգություն է եւ որևէ կողմ չունի բացառիկ իրավունքներ։ Երկու ռովերները սկսում են հորատել սառույցը 2 կիլոմետր հեռավորության վրա միմյանցից։ Ամերիկյան ընկերությունը ուղարկում է հաղորդագրություն, պահանջելով, որ չինացիները դուրս գան անվտանգության գոտուց։ Չինացիները պատասխանում են, որ իրենք գտնվում են միջազգային տարածքում եւ չեն հեռանա։ Երբ Ստանֆորդի ուսանողները ներկայացրեցին այդ սցենարը, նրանք հարցրեցին լսարանին. ինչ պետք է լինի հաջորդ քայլը։ Արդյոք ամերիկյան ընկերությունը կարող է ֆիզիկապես հեռացնել չինական ռովերը։ Արդյոք դա կհամարվի ագրեսիա։ Արդյոք ամերիկյան կառավարությունը պետք է միջամտի։ Լսարանը բաժանվեց։ Կեսը ասաց, որ ամերիկացիներն իրավունք ունեն պաշտպանել իրենց ներդրումները։ Մյուս կեսը ասաց, որ չինացիները գործում են միջազգային իրավունքի շրջանակներում եւ ամերիկացիները չունեն իրավական հիմք հեռացնելու նրանց։ Երկրորդ սցենարը վերաբերում էր անմիջապես տնտեսական հետևանքներին։ Թիմը մոդելավորեց իրավիճակ, որտեղ խոշոր ներդրողային ֆոնդերը սկսում են ֆինանսավորել տիեզերական հանքարդյունահանման ընկերություններ։ Երբ իրավական անորոշությունը մեծանում է, բում է բաժնետոմսերի գները սկսում են տատանվել կտրուկ։ Լյուքսեմբուրգում գրանցված ընկերությունը Platinum Space Mining կորցնում է իր արժեքի 50%-ը մեկ շաբաթում, երբ Չինաստանը հայտարարում է, որ չի ճանաչի որևէ մասնավոր սեփականություն տիեզերական ռեսուրսների նկատմամբ։ Ֆինանսական շուկաներում ստեղծվում է խուճապ։ Ներդրողները սկսում են դուրս բերել կապիտալը տիեզերական ոլորտից։ Այս սցենարը ցույց էր տալիս, որ իրավական անորոշությունը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական վտանգ էր։ Եթե ընկերությունները չէին կարող վստահ լինել, որ իրենց ներդրումները պաշտպանված են, նրանք չէին ներդրում։ Եթե ներդրումներ ջումներ չլինեին, տեխնոլոգիան չէր զարգանա։ Եթե տեխնոլոգիան չզարգանար, լուսինը կմնար անմատչելի։ Դա էր պարադոքսը։ Իրավական անորոշությունը խանգարում էր հենց այն զարգացմանը, որը պետք է դարձներ լուսնի ռեսուրսները հասանելի։ Երրորդ սցենարը ամենաանհանգիստ էր։ Ուսանողները մոդելավորեցին իրավիճակ, որտեղ մասնավոր անվտանգության ընկերություն սկսում է պաշտպանել լուսնային բազան հարձակումներից։ Ընկերությունը տեղադրում է ավտոմատ պաշտպանական համակարգ, որը կարող է օգտագործել լազերներ, կույրացնելու մոտենող ռովերների սենսորները։ Երբ չինական ռովերը մոտենում է, պաշտպանական համակարգն ակտիվանում է եւ վնասում ռովերի օպտիկական սարքերը։ Չինաստանը դա մեկնաբանում է որպես ագրեսիայի ակտ եւ սպառնում հակահարվածով։ Սցենարը չէր նշում, թե ինչպիսի հակահարված, բայց լսարանում ամբողջը հասկացան ենթատեքստը։ Եթե լուսնում սկսվեր զինված հակամարտություն, թեկուզ միայն ռոբոտային, այն կարող էր արագ վերածվել երկրի վրայի դիվանագիտական կամ նույնիսկ ռազմական ճգնաժամի։ Արտաքին տիեզերքի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը հստակ արգելում էր զենքերի տեղադրումը լուսնի վրա, բայց դա չի նշանակում, որ տեխնոլոգիան չէր կարող օգտագործվել ագրեսիվ նպատակներով։ Լազերները, որոնք պաշտոնապես էին արտադրական սարքեր, կարող էին հեշտությամբ դառնալ զենք։ 4-րդ սցենարը քննարկում էր դիվանագիտական լուծումների հնարավորությունը։ Թիմը առաջարկեց ստեղծել լուսնային տարածքային համակարգման մարմին, անկախ կազմակերպություն, որը կառավարվեր Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից, բայց կուներ իրական լիազորություններ բաշխել արդյունահանման լիցենզիաներ լուսնի տարբեր տարածքների համար։ Մարմինը կստեղծեր քարտեզ, որը կբաժաներ լուսինը սեկտորների, յուրաքանչյուր սեկտորում թույլատրելով սահմանափակ թվով արդյունահանող կենտրոններ։ Ընկերություններն ու երկրները կառաջարկեին հայտեր, եւ մարմինը կքննարկեր դրանք, հիմնվելով տեխնոլոգիական պատրաստվածության, ֆինանսական հնարավորությունների եւ բնապահպանական պլանի վրա։ Սցենարը տրամաբանական էր, բայց անիրական։ Լսարանը անմիջապես բարձրացրեց հարցեր։ Ով էր ստեղծելու այդ մարմինը։ Արդյոք ամերիկացիները հրաժարվելու էին իրենց Արտեմիս համաձայնագրերից։ Արդյոք ռուսները եւ չինացիները վստահելու էին ամերիկացին մարմնի անկախությանը։ Արդյոք մասնավոր ընկերությունները ընդունելու էին միջազգային կառավարություն։ Յուրաքանչյուր հարցը բերում էր նոր խնդիրներ, եւ ակնհայտ էր, որ կարճ ժամկետում այդ լուծումը անհնար էր։ 5-րդ սցենարը ամենատխուր էր։ Թիմը մոդելավորեց աշխարհ, որտեղ լուսինը դառնում է անկանոն տարածք։ 15-20 ընկերություն եւ երկիր սկսում են արդյունահանում առանց միջազգային համակարգման։ Տարածքային հակամարտությունները դառնում են առօրյա։ Ռովերները վնասվում են անսարկված դեպքերից։ Որոշ բազաներ դադարում են ստանալ էներգիա, քանի որ իրենց արևային պանելները ծածկվում են մրցակիցների գործունեությունից ծակած փոշով։ Տարածքների գները լուսնի վրա սկսում են որոշվել մվել ոչ թե իրավունքով, այլ ֆիզիկական ներկայությամբ եւ տեխնոլոգիական գերազանցությամբ։
Ավելի հզոր տեխնոլոգիայով ընկերությունը կարող է մղել դուրս թույլ մրցակիցներին։ Սցենարը ավարտվում էր տխուր եզրակացությամբ։ Մոտ 30 տարի անց, երբ լուսնային արդյունաբերությունը արդեն զարգացած է, միջազգային համայնքը վերջապես համաձայնվում է ստեղծել կարգավորող համակարգ։ Բայց դրա ժամանակ դե ֆակտո սեփականությունները արդեն հաստատված են։ Ընկերություններն ու երկրները, որոնք առաջինը ներդրում արեցին, վերածվում են լուսնային օլիգարխների։ Նրանք վերահսկում են ամենաթանկարժեք կրատերները, ամենամատչելի սառցե պաշարները, ամենահարմար բազաների տեղերը։ Ուշ եկողները կարող են միայն վարձակալել կամ գնել մատչելիություն այդ ռեսուրսներին։ Լուսինը, որը պիտի լիներ մարդկության ընդհանուր ժառանգություն, դառնում է կորպորատիվ ակտիվների խմբածու։ Երբ Ստանֆորդի մրցույթը ավարտվեց, դատավորները, որոնք ներառում էին 3 իրավաբանների, 2 տնտեսագետ եւ 1 աստղագետ, պետք է ընտրեին ամենահավանական սցենարը։ Նրանք քվեարկեցին 5 սցենարներից ամենահավանականը 5-րդն էր՝ անկանոն տարածքի սցենարը։ Դատավորներից մեկը, պրոֆեսոր Մարկ Սանդերսը, բացատրեց. Պատմությունը ցույց է տալիս, որ իրավական համակարգերը ձևավորվում են դանդաղ, իսկ տնտեսական ուժերը շարժվում են արագ։ Երբ տնտեսությունը առաջ է անցնում իրավունքից, արդյունքը միշտ քաոս է կարճ ժամկետում եւ կոնսոլիդացիա երկար ժամկետում։ Սակայն ամենամտահոգիչն այն էր, որ Ստանֆորդի սցենարները չէին մնում ակադեմիական վարժություններ։ 2023 թվականի աշնանը SpaceX ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է ուղարկել իր առաջին բեռնային թռիչքը դեպի լուսին 2024 թվականին։ Բեռը կներառեր ավտոմատ հորատման սարք, որը նախատեսված էր սառույցի արդյունահանման համար։ SpaceX-ը պաշտոնապես չէր ասում, թե որ տարածքում նրանք պլանավորում էին գործել, բայց արդյունաբերական պարբերական գրություններում սկսեցին հայտնվել հոդվածներ, որոնք վերլուծում էին հնարավոր վայրերը։ Բոլոր վերլուծությունները մատնանշում էին Շակլտոն կրատերը, տարածք, որտեղ ՆԱՍԱ-ն արդեն հայտարարել էր մտադրություն կառուցել իր մշտական բազան։ Այդ նույն ամիսը Չինաստանը հայտարարեց, որ Չանգե 7-ը, հաջորդ լուսնային առաքելությունը, պիտի վայրէջք կատարի լուսնի հարավային բևեռում 2024 թվականի դեկտեմբերին։ Առաքելության նպատակը կլինի գնահատել լուսնային ռեսուրսների կոմերցիոն ներուժը։ Չինական պետական մամուլը գրեց, որ Չինաստանն իրավունք ունի ուսումնասիրել լուսինը, քանի որ արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը երաշխավորում է բոլոր երկրների համար հավասար մատչելիություն։ Դրույթը ճիշտ էր, բայց ենթատեքստը հստակ էր։ Չինաստանը չէր համաձայնվելու հետ կանգնել, երբ ամերիկյան ընկերությունները սկսեին լուսնային տնտեսության կառուցումը։ Ռուսաստանը նույնպես արձագանքեց։ Ռոսկոսմոսը հայտարարեց, որ ռուս-չինական լուսնային բազան պիտի կառուցվի ավելի արագ, քան նախապես պլանավորված էր։ Առաջին մոդուլը պիտի հասցվեր լուսնի հարավային բևեռ 2024 թվականի մարտին։ Տեխնիկապես դա նշանակում էր, որ ռուս-չինական բազան պիտի գործեր մինչև ամերիկյան Արտեմիս բազան կառուցվեր։ Ռուսները եւ չինացիները կստեղծեին դե ֆակտո ներկայություն այն տարածքում, որը նրանք համարում էին միջազգային։ 3 տիեզերական հզորությունները պատրաստվում էին զբաղեցնել լուսինը, եւ յուրաքանչյուրն անում էր դա ըստ տարբեր իրավական տրամաբանության։ Ամերիկացիները պնդում էին. մենք ձեռք ենք բերում իրավունք այն տարածքներում, որտեղ մենք ներդրում ենք անում եւ ստեղծում ենք անվտանգության գոտիներ։ Չինացիներն ու ռուսները պնդում էին. լուսինը պատկանում է բոլորին, եւ մենք ուսումնասիրում ու մշակում ենք դրա միջազգային համագործակցության սկզբունքով։ Բայց երկու տրամաբանություններն էլ հանգեցնում էին նույն վերջնական արդյունքին՝ ֆիզիկական ներկայություն եւ կոնտրոլ կոնկրետ տարածքների նկատմամբ։ Պարադոքսը հետեւյալն էր. երկու կողմերն էլ կարծում էին, որ գործում են իրավաբանորեն։ Ամերիկյան իրավաբանները մատնանշում էին, որ արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը չի արգելում ռեսուրսների յուրացումը, միայն տարածքի յուրացումը։ Ռուս-չինական իրավաբանները մատնանշում էին, որ պայմանագիրը պահանջում է հավասար մատչելիություն բոլորի համար, եւ միակողմանի հայտարարված անվտանգության գոտիները խախտում են այդ սկզբունքը։ Երկու մեկնաբանություններն էլ հիմնված էին պայմանագրի տեքստի վրա, բայց նրանք եկան ամբողջովին տարբեր եզրակացությունների։ Երբ Միլանի Բոկկոնի համալսարանի իրավաբանների խումբը վերլուծեց երկու դիրքերը 2023 թվականի նոյեմբերին, նրանք հրապարակեցին հոդված, որը կոչվում էր «Տիեզերական իրավունքում մեկնաբանական ճգնաժամը»։ Հոդվածը բացատրում էր, որ արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը գրվել էր 1960-ական թվականներին, ժամանակաշրջանում, երբ տիեզերքը դեռ էր տեսական հայեցակարգ։ Պայմանագրի հեղինակները չէին կարող պատկերացնել մասնավոր ընկերությունների ռոբոտային արդյունահանման $1 տրիլիոն արժողությամբ ռեսուրսների ապագան։ Նրանք ստեղծեցին պայմանագիր, որը լավ էր իդեալական աշխարհում, որտեղ երկրները համագործակցում էին գիտության անունով։
բայց իդեալական աշխարհը երբեք չեկավ։ Պայմանագիրը պարունակում էր բացեր, որոնք թույլ էին տալիս տարբեր մեկնաբանություններ։ Պայմանագրի երկրորդ հոդվածը ասում էր. արտաքին տիեզերքը ենթակա չէ ազգային յուրացմանը։ Բայց ինչ էր նշանակում ազգային յուրացում։ Արդյոք դա ներառում էր ռեսուրսների յուրացումը։ Պայմանագիրն ինքը չէր պարզաբանում։ Պայմանագրի առաջին հոդվածը ասում էր. արտաքին տիեզերքը մատչելի է բոլոր երկրների ուսումնասիրության եւ օգտագործման համար։ Բայց ինչ է օգտագործումը։ Արդյոք օգտագործումը նշանակում էր միայն գիտական հետազոտություն, թե նաեւ կոմերցիոն արդյունահանում։ Այս մեկնաբանական ճգնաժամը չէր կարող լուծվել միայն իրավական քննարկություններով։ Իրավաբանները կարող էին վիճել տասնամյակներ շարունակ առանց համաձայնության հասնելու։ Վերջնական լուծումը պիտի գար գործնական իրականությունից։ Երբ առաջին ռովերները, առաջին բազաները, առաջին արդյունահանող համակարգերը սկսեին իրականում գործել լուսնի վրա, իրավիճակը կստիպեր կողմերին կամ համաձայնվել, կամ բախվել։ Բայց ժամը տիկտականում էր։ Մինչև 2024 թվականը մնացել էր ընդամենը մի քանի ամիս, եւ 3 տիեզերական հզորությունները պատրաստվում էին միաժամանակ ուղարկել իրենց սարքերը դեպի լուսին։ Դիվանագիտական ջանքերը ստեղծել համաձայնություն չարդյունավետ էին։ Միջազգային իրավական մարմինները անընդունակ էին միջամտել։ Տիեզերական իրավունքի մասնագետները զգուշացնում էին, բայց ոչ ոք չլսում էր։ Լուսինը դառնում էր խորհրդանիշ, ոչ միայն տիեզերական ներուժի, այլև մարդկության անընդունակության համագործակցել, երբ մեծ շահերը խաղի մեջ են։ Նույն մարդկությունը, որը 2000 տարի երազում էր հասնել աստղերին, հիմա պատրաստվում էր վերածել լուսինը նոր դաշտի տարածքային մրցակցության, ֆինանսական սպեկուլյացիայի, իրավական վեճերի։ Բայց գուցե պատմությունը կարող էր վերջնականապես սովորեցնել տարբեր դաս։ Գուցե կողմերը հենց վերջին պահին կհասկանային, որ բախումը լուսնի վրա կվնասեր բոլորին։ Գուցե նրանք կստեղծեին նոր մոդել, ոչ հին կոլեկտիվ համակարգը, ոչ ամերիկյան կապիտալիստական մոդելը, այլ ինչ-որ երրորդ ուղի։ Կամ գուցե ոչ։ 2024 թվականի փետրվարի 12-ին ժամը 14:17 քևիով երկու իրադարձություն տեղի ունեցան միաժամանակ լուսնի հարավային բևեռում։ SpaceX-ի Starship-ը վայրէջք կատարեց Դեժերլաշ կրատերի արևելյան եզրին եւ բեռնաթափեց ավտոմատ հորատման համակարգ Argonaut 1։ Ճիշտ 13 րոպե անց 30 կիլոմետր հարավում չինական Չանգեյոտ թռչող սարքը վայրէջք կատարեց Հաորդ կրատերի ներսում եւ տեղադրեց իր սեփական արդյունահանող համակարգը Luar 2։ Երկու համակարգն են նպատակ ունեին նույն բանը՝ հասնել Շակլտոն-Շումեյքեր հովտի սառցե գոտուն, որը գտնվում էր երկու կրատերի միջև։ NASA-ի Հյուստոնի վերահսկման կենտրոնում գործող ինժեներները իմացան չինական վայրեջքի մասին 30 վայրկյան ընթացքում։ Մարիա Ուիլյամս, 17 տարի փորձ ունեցող թռիչքի տնօրեն, անմիջապես կապվեց Պենտագոնի տիեզերական հետևման կենտրոնի հետ։ Հետևման տվյալները հաստատեցին Luar 2-ն արդեն սկսել էր շարժվել հյուսիս, Շակլտոն-Շումեյքեր հովտի ուղղությամբ։ Argonaut 1-ը նույնպես շարժվում էր նույն ուղղությամբ։ Երկու ռոբոտային համակարգերը մոտենում էին միմյանց 6 կմ/ժ արագությամբ։ Պարզ հաշվարկները ցույց էին տալիս, նրանք կհանդիպեին հովտում մոտավորապես 18 ժամ անց։ Ուիլյամսը ուղարկեց շտաբ հաղորդագրություն SpaceX-ի գլխավոր գրասենյակ Հոթերնում։ Հաղորդագրությունը պարզ էր։ Չինական համակարգ հայտնաբերված նույն նպատակային տարածքում։ Խնդրում ենք հաստատել կոորդինացման պլան։ SpaceX-ի թիմը պատասխանեց 20 րոպե անց։ Մենք գործում ենք համաձայն Արտեմիս համաձայնագրերի։ Մենք հայտարարել ենք անվտանգության գոտի Շակլտոն-Շումեյքեր հովտում 3 ամիս առաջ։ Շարունակում ենք առաքելությունը։ Հյուստոնի լությունը։ Հյուստոնի թիմը փորձեց կապվել Պեկինի տիեզերական վերահսկման կենտրոնի հետ ուղղակի կապի միջոցով։ Պեկինը պատասխանեց 2 ժամ անց։ Չինական ժողովրդական հանրապետությունը չի ճանաչում միակողմանի հայտարարված անվտանգության գոտիները։ Luar 2-ն կատարում է իրավաչափ գիտական հետազոտություն միջազգային տարածքում։ Հաջորդ 16 ժամվա ընթացքում երկու ռոբոտային համակարգերը շարունակեցին մոտենալ։ Argonaut 1-ն առաջինը հասավ հովտի ծայրամասին երեկոյան ժամը 21:45 րոպեին։ Համակարգը տեղադրեց 4 մարկեր, փայլող ալյումինե սյուներ 2 մետր բարձրությամբ, որոնք սահմանում էին աշխատանքային գոտին։ Մարկերները ունեին ռադիոփարոսներ, որոնք հեռարձակում էին հաղորդագրություն անգլերեն եւ մանդարիներեն լեզուներով։ Ուշադրություն, դուք մտնում եք բացառիկ գործունեության գոտի։ Միացյալ Նահանգների իրավասության տակ, համաձայն Արտեմիս համաձայնագրերի։ Նագրերի, խնդրում ենք պահպանել 5 կիլոմետր նվազագույն հեռավորություն։ Luar 2-ն հասավ հովտի մուտքին կեսգիշերին, 2 ժամ անց։
Չինական համակարգը շարունակեց շարժվել ներս, անտեսելով ամերիկյան մարկերները։ Երբ Լուար 2-ն անցավ առաջին մարկերից 3 կիլոմետր հեռավորության վրա, Հյուստոնի թիմը փորձեց վերջին դիվանագիտական քայլ։ Նրանք հեռարձակեցին բաց հաղորդակցություն բոլոր հաղորդակցություն բոլոր ռադիոհաճախականությունների վրա։ Լուար 2, դուք խախտում եք միջազգային անվտանգության պրոտոկոլները։ Խնդրում ենք անմիջապես կանգ առնել եւ սպասել համակարգման։ Պեկինի թիմը պատասխանեց. Արգոնոտ 1, դուք գտնվում եք լուսնի բաց տարածքում։ Չինական ժողովրդական հանրապետությունը չի ճանաչում ձեր անվտանգության գոտին։ Լուար 2-ն շարունակում է իր իրավաչափ առաքելությունը։ 2024 թվականի փետրվարի 13-ի առավոտը ժամը 6-ին երկու ռոբոտային համակարգերը գտնվում էին 2 կիլոմետր հեռավորության վրա միմյանցից։ Երկուսն էլ սկսեցին հորատել լուսնային ռեգոլիթը, որոնելով սառցե շերտը։ Արգոնոտ 1-ի հորատիչը ներթափանցեց 2 մետր խորությամբ եւ հանեց սառցե մասնիկներով լցված նմուշ։ Լուար 2-ն հորատեց 1 կիլոմետր հարավ-արևմուտքում եւ նույնպես գտավ սառույց։ Երկու համակարգերն էլ ուղարկեցին հաղթական հաղորդագրություններ իրենց վերահսկման կենտրոններին։ Բայց 15 րոպե անց սկսվեց իրական խնդիրը։ Արգոնոտ 1-ի հորատման գործընթացը ստեղծում էր թրթռում, որը տարածվում էր ռեգոլիթի միջով։ Լուար 2-ի սեյսմիկ սենսորները հայտնաբերեցին թրթռումը, եւ ավտոմատ համակարգը դրա մեկնաբանեց որպես վտանգ։ Լուար 2-ն կանգ առավ հորատելը եւ սկսեց վերլուծել իրավիճակը։ Չինական համակարգը փորձեց շարժվել 30 մետր դեպի արևելք, խուսափելու թրթռումից։ Բայց երբ Լուար 2-ն վեր սկսեց հորատելը, Արգոնոտ 1-ի սեյսմիկ սենսորները նույնպես հայտնաբերեցին խանգարում։ Հաջորդ 3 ժամվա ընթացքում երկու ռոբոտային համակարգերը փաստորեն խանգարեցին միմյանց աշխատանքին։ Յուրաքանչյուր անգամ, երբ մեկը սկսում էր հորատել, մյուսը ստիպված էր կանգ առնել կամ շարժվել։ Պեկինի եւ Հյուստոնի թիմերը փորձեցին համակարգել աշխատանքային ժամանակացույցներ, առաջարկելով, որ յուրաքանչյուր համակարգ հորատի որոշակի ժամերին։ Բայց դիվանագիտական ճանապարհներով համաձայնությունը պահանջում էր ժամեր, իսկ ռոբոտները գործում էին ավտոմատ ռեժիմով, իրական ժամանակում։ Ժամը 13-ին Արգոնոտ 1-ը փորձեց նոր մոտեցում։ Համակարգը սկսեց հորատել ավելի արագ, օգտագործելով ամբողջ հզորությունը։ Մտադրությունը հավանաբար էր ավարտել հորատումը, մինչև Լուար 2-ն կարող էր արձագանքել։ Բայց արագ հորատումը ստեղծեց ավելի ուժեղ թրթռում եւ մեծ քանակության փոշի, որը բարձրացավ 6 մետր բարձրության։ Լուսնի նոսր մթնոլորտում փոշին կարող էր մնալ օդում ժամերով։ Փոշու ամպը սկսեց տարածվել դեպի արևելք, հենց այնտեղ, որտեղ գտնվում էր Լուար 2-ն։ 20 րոպե անց փոշու ամպը հասավ չինական համակարգին։ Լուար 2-ի արևային պանելները սկսեցին ծածկվել մանր փոշով։ Սարքի ալգորիթմերը հայտնաբերեցին էներգիայի գեներացիայի ունկում 12%։ Լուար 2-ն ուղարկեց ավտոմատ նախազգուշական հաղորդագրություն Պեկին։ Արտաքին ազդեցություն խանգարում է գործունեությանը, պահանջվում է անմիջական միջամտություն։ Չինական վերահսկողները վերլուծեցին իրավիճակը եւ հասկացան, ամերիկյան համակարգի հորատումն էր պատճառը։ Պեկինը ուղարկեց դաժան հաղորդագրություն Հյուստոն։ Ձեր համակարգի գործունեությունը վնասում է մեր սարքին, դա համարվում է թշնամական գործողություն։ Պահանջում ենք անմիջապես դադարեցնել հորատումը։ Հյուստոնը պատասխանեց. Մենք գործում ենք մեր հայտարարված անվտանգության գոտում։ Մենք չենք ստանձնում պատասխանատվություն ձեր սարքիցի դիրքավորման համար։ Խնդրում ենք հեռանալ գոտուց։ Դիվանագիտական փոխանակումը դադարեց աշխատելուց։ Երկու կողմերն էլ դիրքորոշված էին սկզբունքային դիրքերում, որոնցից ոչ մեկը պատրաստ չէր նահանջել։ Երկրի վրա իրավիճակը դարձավ միջազգային ճգնաժամ 18 ժամվա ընթացքում։ Պենտագոնը գումարեց շտաբ նիստ 2024 թվականի փետրվարի 13-ի երեկոյան։ Պաշտպանության նախարարի օգնականը գեներալ Ջեյմս Դիքինսոնը տեղեկացրեց բարձրագույն հրամանատարությանը. Մենք ունենք առաջին տիեզերական միջադեպ, որը ներառում է երկու տերությունների սարքերի ուղղակի հակամարտություն։ Թեև սարքերը ռոբոտային են, միջադեպը կարող է էսկալացվել դիվանագիտական կամ նույնիսկ ռազմական հարթությամբ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հրավիրեց ամերիկյան դեսպանին Պեկին 2024 թվականի փետրվարի 14-ի առավոտը։ Հանդիպումը տևեց 3 ժամ։ Չինական կողմը պնդեց, որ ամերիկյան համակարգը համակրելու է վարքագիծ, որը փաստորեն արգելափակում էր չինական գիտական հետազոտությունը։ Ամերիկյան դեսպանը պատասխանեց, որ Միացյալ Նահանգները չի կարող ճանաչել չինական հավակնությունները տարածքում, որը պաշտոնապես հայտարարված էր որպես ամերիկյան գործունեության գոտի։ Երկու կողմերն էլ հեռացան առանց համաձայնության։ Բայց լուսնի վրա իրավիճակը զարգանում էր սեփական տրամաբանությամբ։ Փետրվարի 14-ի կեսօրին Լուար 2-ի էներգետիկ համակարգը ընկավ կրիտիկական մակարդակի 25% լիցքավորում։
Փոշին շարունակում էր կուտակվել արևային պանելների վրա։ Չինական վերահսկողները հասկացան, եթե իրավիճակը չլուծվեր, հաջորդ 12 ժամվա ընթացքում Լուար երկուն կկորցներ բավարար էներգիա պահպանելու համար իր հաղորդակցման համակարգերը եւ տաք ռեժիմը։ Լուսնային գիշերվա ծայրահեղ ցրտում այդ նշանակում էր համակարգի մահ։ Պեկինը կայացրեց կարևոր որոշում։ Նրանք ծրագրավորեցին Լուար երկուն շարժվել հյուսիս-արևելք, դեպի Դեժերլաշ կրատերի հարավային եզր։ Այդ տարածքը գտնվում էր մոտավորապես 10 կիլոմետր Արգոնոտ 1-ից եւ տեսականորեն արդեն դուրս ամերիկացիների հայտարարած անվտանգության գոտուց։ Բայց շարժումը պահանջում էր անցնել մոտ Արգոնոտ 1-ից, մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա։ Այլ ուղի չկար, քանի որ հարավային ուղղությունը փակված էր խորը կրատերներով։ Փետրվարի 14-ի ժամը 15-ին Լուար երկուն սկսեց շարժվել դեպի հյուսիս։ Արգոնոտ 1-ի սենսորները հայտնաբերեցին շարժումը անմիջապես։ Հյուստոնի թիմը վերլուծեց Լուար 2-ի ուղին եւ հասկացավ, չինական համակարգը պիտի անցներ իրենց անվտանգության պարամետրերից։ SpaceX-ի առաքելության տնօրենը Ռոդրիգո Եստևեզը կանգ առավ 5 րոպեի համար, որոշում կայացնելու համար։ Նա ուներ երկու տարբերակ՝ թույլ տալ չինական համակարգին անցնել կամ պատվիրել Արգոնոտ 1-ին արգելափակել ուղին։ Եստևեզը ընտրեց երրորդ տարբերակ։ Նա ծրագրավորեց Արգոնոտ 1-ին շարժվել ուղղաձիգ դեպի հյուսիս, միաժամանակ Լուար 2-ի հետ, բայց պահպանելով 1 կիլոմետր հեռավորություն։ Այդպես ամերիկյան համակարգը ուղեկցեր չինականին, ապահովելով, որ Լուար 2-ն չվերադառնար Շակլտոն Շումեյքեր հովիտ։ Դա էր զգուշավոր մանևր, ոչ ագրեսիվ, բայց հստակ ցույց տվող, որ ամերիկացիները պաշտպանում էին իրենց դիրքերը։ Հաջորդ 6 ժամվա ընթացքում երկու ռոբոտային համակարգերը շարժվեցին զուգահեռ։ Լուար 2-ն փորձեց մի քանի անգամ շեղվել դեպի արևմուտք, վերադառնալու հովտի ուղղությունը, բայց ամեն անգամ Արգոնոտ 1-ը շարժվեց նաև, արգելափակելով ուղին։ Երկու համակարգերն էլ չխախտեցին անվտանգության նվազագույն հեռավորությունը, բայց նրանց պարը լուսնի մակերևույթին էր նման շախմատի խաղի, որտեղ յուրաքանչյուր քայլ էր հաշվարկված։ Պեկինի եւ Հյուստոնի տիեզերագնացների վերահսկողները դիտում էին իրական ժամանակում, գիտակցելով, որ նրանք ականատես էին դառնում պատմական իրադարձության, առաջին տիեզերական սահմանային պարեկային։ Ժամը 21:30-ին Լուար 2-ն հասավ Դեժերլաշ կրատերի հարավային եզրին։ Չինական վերահսկողները որոշեցին կանգ առնել այնտեղ եւ սկսել արևային պանելների մաքրման գործընթացը։ Լուար 2-ն ուներ մեխանիկական ձեռք, փոքր խոզանակ, որը կարող էր մաքրել պանելները։ Գործընթացը տևեց 2 ժամ։ Էներգիայի գեներացիան դանդաղ սկսեց վերականգնվել։ Արգոնոտ 1-ը կանգ առավ 2 կիլոմետր հարավ-արևմուտքում եւ դիտարկում էր։ Անմիջական ճգնաժամը անցավ, բայց տենսիան մնաց։ Երկրի վրա միջազգային արձագանքը եղավ պայթունային։ Փետրվարի 15-ի առավոտը Նյու Յորքի Թայմսը հրապարակեց վերնագիր «Առաջին տիեզերական սահմանային միջադեպը» AMN եւ Չինաստանի ռոբոտները բախվեցին լուսնի վրա։ Հոդվածում նկարագրվում էր, թե ինչպես երկու համակարգերը գրեթե բախվեցին, թեև տեխնիկապես նրանք երբեք չեղան ֆիզիկական կոնտակտի մեջ, բայց խորհրդանշական նշանակությունը հասկանալի էր բոլորին։ Guardian թերթը գրեց. «Սառը պատերազմը հասավ լուսին»։ Le Monde-ը վերլուծեց. «Տիեզերական իրավունքի ճգնաժամը դարձավ իրականություն»։ Ֆինանսական շուկաները արձագանքեցին ակնթարթորեն։ Փետրվարի 15-ի առաջին առևտրային ժամում տիեզերական հանքարդյունահանման ընկերությունների բաժնետոմսերը կորցրին միջինում 17%։ Platinum Space Mining-ը Լյուքսեմբուրգում գրանցված ընկերությունը, որը բաժնետոմսեր էր վաճառում Ֆրանկֆուրտի բորսայում, կորցրեց 23% արժեքը մեկ օրում։ Asteroid Mining Corporation-ը Նյու Յորքում կորցրեց 19%։ Ներդրողները սկսեցին դուրս բերել կապիտալը, վախենալով, որ տիեզերական հանքարդյունահանությունը դառնում էր չափազանց ռիսկային։ Բայց ամենադրամատիկ արձագանքը եկավ ապահովագրական ընկերություններից։ Մինչ այդ մի քանի մասնագիտացված ընկերություններ, ինչպիսիք էին Լոնդոնի Munich Re եւ Swiss Re, սկսել էին մշակել ապահովագրական ծրագրեր տիեզերական հանքարդյունահանման համար։ Փետրվարի 15-ին Munich Re-ի գլխավոր ռիսկերի գնահատման մասնագետը դոկտոր Հելմուտ Շմիդտը հայտարարեց Մամլո ասուլիսում. «Շակլտոն միջադեպը ցույց տվեց, որ տիեզերական գործունեությունը բաժանվում է նոր ռիսկերի կատեգորիայի։ Մենք այլևս չենք կարող ապահովագրել սարքերը միայն տեխնիկական անսարկության համար։ Մենք պետք է հաշվի առնենք միջտերությունական միջամտության ռիսկը։ Նոր պոլիսների արժեքը կկրկնապատկվի»։ Երկրորդ ազդեցությունը հասավ ներդրումային հիմնադրամների կողմից։ Vanguard-ը, BlackRock-ը եւ State Street Global Advisors-ը, 3 խոշորագույն ակտիվների կառավարման ընկերությունները, որոնք սկսել էին ստեղծել տիեզերական տնտեսության ինդեքսային ֆոնդեր, դադարեցրին նոր բաժնետոմսերի թողարկումը։
Վանգուարդի փոխնախագահը հայտարարեց փետրվարի 16-ին. «Մինչև միջազգային համայնքը չստեղծի պարզ կանոններ տիեզերական սեփականության համար, մենք չենք կարող խորհուրդ տալ մեր հաճախորդներին ներդրել այս ոլորտում»։ Այդ հայտարարությունը ազդեց տրիլիոն դոլարային ներդրումների ներուժի վրա։ Բայց միջադեպը նաև ստեղծեց անսպասելի հետևանք. դա արագացրեց իրավական նորարարությունը։ Փետրվարի 18-ին Լահայայի միջազգային արդարադատության դիվանը ստացավ շտապ միջնորդություն Նիդերլանդներից։ Հոլանդական կառավարությունը, որը չէր ստորագրել Արտեմիս համաձայնագրերը, բայց նաև չուներ ակտիվ տիեզերական ծրագիր, առաջարկեց, որ դիվանը տա խորհրդատվական կարծիք տիեզերական ռեսուրսների յուրացման իրավական կարգավիճակի մասին։ Միջնորդությունը խորհրդային էր, ոչ թե պարտադիր, բայց դրա նշանակությունը հսկայական էր։ Եթե միջազգային արդարադատության դիվանը տար կարծիք, որը հստակեցներ արտաքին տիեզերքի մասին պայմանագրի մեկնաբանությունը, այն կդառներ միջազգային իրավունքի հիմնաքար։ Միացյալ Նահանգները անմիջապես արտահայտեց խորը մտահոգություն այդ միջնորդության մասին։ Ամերիկյան արտաքին գործերի նախարարության իրավաբանական խորհրդատուն հայտարարեց. Միացյալ Նահանգները չի ճանաչի միջազգային արդարադատության դիվանի լիազորությունը տիեզերական իրավունքի հարցերում, քանի որ այդ հարցերը վերաբերում են ազգային անվտանգությանը։ Ռուսաստանը եւ Չինաստանը հակառակ դիրքորոշում ունեցան։ Նրանք հրավիրեցին դիվանին շտապ դիտարկել այդ վճռական կարևորության հարցը։ Փետրվարի 21-ին միջազգային արդարադատության դիվանի նախագահը, բրազիլացի դատավոր Ժոան Անտոնիո Ռիբեյրոն, հայտարարեց, որ դիվանը կընդունի միջնորդությունը քննարկման։ Նա ասաց. «Շակլտոն միջադեպը ցույց տվեց, որ տիեզերական իրավունքի անորոշությունը այլևս տեսական խնդիր չէ։ Դա դարձել է անմիջական վտանգ միջազգային խաղաղությանը»։ Դիվանը նշանակեց նախապատրաստական լսումներ մինչև 2024 թվականի հուլիսը, բայց բոլորը հասկանում էին, որ վերջնական կարծիքը կարող էր տևել 2-3 տարի։ Իսկ այդ ժամանակ լուսնի վրա իրավիճակը շարունակում էր զարգանում։ Մարտի 2-ին Ճապոնիայի տիեզերական գործակալությունը հայտարարեց, որ Սլիմ 2 լուսնային թռչող սարքը պիտի վայրէջք կատարի լուսնինի հյուսիսային բևեռում ապրիլի 10-ը։ Ճապոնիան ստորագրել էր Արտեմիս համաձայնագրերը, ուստի տեսականորեն նրանք համաձայն էին ամերիկյան իրավական մոտեցման հետ։ Բայց Սլիմ 2-ի նպատակային տարածքը գտնվում էր Պիրի կրատերի մոտ, տարածք, որը նաև հետաքրքրում էր հարավկորեական Դանուրի լուսնային թռչող սարքին։ Հարավային Կորեան նույնպես ստորագրել էր Արտեմիս համաձայնագրերը։ Արդյոք երկու դաշնակից երկրները կբախվեին լուսնի վրա։ Մարտի 15-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Մոհամեդ բին Ռաշիդ տիեզերական կենտրոնը հայտարարեց, որ Ռաշիդ 2 ռովերը, որը պիտի վայրէջք կատարեր մայիսին, կընտրի նպատակային տարածք, հիմնվելով վերջին իրավական զարգացումների վրա։ Դա էր դիվանագիտական լեզուն, որը նշանակում էր Էմիրությունները սպասում էին տեսնել, թե ինչպես կլուծվի Շակլտոն միջադեպը, մինչև իրենց սեփական ռովերը ուղարկելը։ Փաստորեն, փոքր երկրները սկսեցին խաղալ սպասող խաղ, թողնելով մեծ տերություններին կռվել առաջին շրջանում։ Բայց ամենաեական զարգացումը եկավ մասնավոր ընկերություններից։ Մարտի 20-ին արձանագրությունների գրանցման գրասենյակը Լյուքսեմբուրգում ստացավ հայտ նոր ընկերության համար՝ Lunar Resources Coordination Group։ Ընկերության հիմնության հիմնադիրները 13 մասնավոր տիեզերական ընկերություն տարբեր երկրներից, ներառյալ SpaceX-ը, Blue Origin-ը, Rocket Lab-ը, Astroscale-ը։ Նրանց նպատակը ստեղծել ինքնակարգավորող մեխանիզմ, որը թույլ կտար ընկերություններին համակարգել լուսնային գործունեությունը առանց կառավարությունների միջամտության։ Ընկերությունների փաստաթուղթը, որը հրապարակվեց մարտի 25-ին, պարունակում էր 5 կետանոց սկզբունքների համակարգ։ Առաջին. բոլոր մասնակից ընկերությունները պարտավորվում էին նախապես հայտարարել իրենց լուսնային գործողությունների տարածքը 6 ամիս առաջ։ Երկրորդ. եթե երկու ընկերություն պահանջեին նույն տարածքը, նախապատվությունը կստանար առաջինը հայտարարողը։ Երրորդ. բոլոր ընկերությունները պարտավորվում էին պահպանել նվազագույնը 10 կիլոմետր հեռավորություն մյուս ընկերությունների ակտիվ գործողություններից։ Չորրորդ. հակամարտության դեպքում ընկերությունները պարտավորվում էին դիմել արբիտրաժի, միջազգային առևտրի պալատ Փարիզում։ 5. Համակարգը բաց էր բոլոր ընկերությունների համար, որոնք համաձայն էին այդ սկզբունքների։ Համակարգը տրամաբանական էր, բայց ուներ հիմնական թերություն։ Այն չներառում էր պետական տիեզերական գործակալություններ։ Չինական ազգային տիեզերական վարչությունը, Ռոսկոսմոսը, Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը բոլորը գործում էին սեփական պլաններով եւ չէին ճանաչում մասնավոր համակարգը։ Ըստ էության, տիեզերքը բաժանվում էր երկու զուգահեռ համակարգերի՝ մասնավոր ընկերությունների համակարգ եւ պետական գործակալությունների համակարգ։ Երկուսն էլ չէին խոսակցում միմյանց հետ։
Ապրիլի 12-ին վիճակը բարդացավ ևս մեկ չափով։ Ռուսաստանը հայտարարեց, որ Լունա 35 արշավանքը, որը նախապես պլանավորված էր հանգստության կրատերի համար, հիմա կուղղվի դեպի Շակլտոն կրատերի արևմտյան եզր, ճիշտ այն տարածքը, որտեղ SpaceX-ի Argonaut 1-ը գործում էր։ Ռոսկոսմոսի տնօրեն Յուրի Բորիսովը հայտարարեց պրեսի ասուլիսում Մոսկվայում. Շակլտոն կրատերը բավարար մեծ է բազմաթիվ գիտական հետազոտությունների համար։ Ռուսաստանն իրավունք ունի ուսումնասիրել այն։ Մենք չենք խախտելու որևէ միջազգային կանոն։ Տեխնիկապես Բորիսովն ճիշտ էր։ Շակլտոն կրատերի լայնությունը 21 կիլոմետր էր։ Տեսեսականորեն կարող էին տեղավորվել 3-4 անկախ գործողություններ, եթե նրանք համակարգվեին։ Բայց SpaceX-ը արդեն հայտարարել էր անվտանգության գոտի ամբողջ կրատերի համար 10 կիլոմետր շառավղով։ Ռուսական արշավանքը, եթե իրականանար, ուղղակիորեն մտներ այդ գոտի։ Հյուստոնը անմիջապես արձագանքեց. Լունա 35-ի պլանավորված ուղին խախտում է մեր հայտարարված անվտանգության պարամետրերը։ Պահանջում ենք Ռոսկոսմոսից վերանայել ուղին։ Մոսկվան պատասխանեց. Ռուսաստանը չի ճանաչում միակողմանի հայտարարված անվտանգության գոտիները։ Ժամը տիկ-տակում էր դեպի երկրորդ միջադեպ, ավելի լուրջ, քան Շակլտոնի առաջինը։ Լունա 35-ի վայրեջքը պլանավորված էր ապրիլի 25-ին, մինչև այդ ժամանակը մնացել էր 13 օր։ 13 օր դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունը, որը կարող էր վերածվել տիեզերական ճգնաժամի։ Բայց արդյոք դիվանագիտությունը կարող է լուծել այն, ինչ իրավունքը չէր կարողացել։ Երբ Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտի քաղաքական վերլուծաբանները հավաքվեցին ապրիլի 14-ին, նրանք քննարկեցին հենց այդ հարցը։ Պրոֆեսոր Մարիա Կլաուդիա Դրումետան բացատրեց. Դիվանագիտությունը աշխատում է, երբ երկու կողմերն ունեն ընդհանուր հատակ, որի վրա կարող են բանակցել։ Լուսնի դեպքում ընդհանուր հատակը չկա։ Ամերիկացիները սկսում են սեփականության իրավունքից, ռուսները եւ չինացիները սկսում են կոլեկտիվ օգտագործման սկզբունքից։ Երկուսն էլ չեն կարող լինել ճիշտ միաժամանակ։ Դրումետան ասաց ինչ-որ բան, որը հետագայում կբնութագրեր ամբողջ վիճակը։ Մենք հայտնվել ենք իրավիճակում, որը փիլիսոփաները կանվանեին անհամատեղելի պարադիգմաներ։ Երկու կողմերը խոսում են տարբեր լեզուներով, թեև նրանք օգտագործում են նույն բառերը։ Երբ ամերիկացիներն ասում են իրավունք, նրանք նկատի ունեն սեփականության իրավունք։ Երբ ռուսները ասում են իրավունք, նրանք են իրավունք, նրանք նկատի ունեն մատչելիության իրավունք։ Երկու իրավունքներն էլ իրենց տրամաբանական շրջանակներում վավեր են, բայց նրանք չեն կարող գոյակցել նույն տարածությունում։ Հարցը դարձավ. Կարող էր մարդկությունը գտնել երրորդ պարադիգմա, որը կմիավորեր այդ երկու անհամատեղելի տեսակետները։ Արդյոք կարող էինք ստեղծել համակարգ, որտեղ սեփականությունն ու կիսուրդը գոյակցեին։ Փիլիսոփաները սկսեցին անդրադառնալ այդ հարցին։ Օքսֆորդի ապագա մարդկության ինստիտուտի տնօրենը դոկտոր Անդերս Սանդբերգը գրեց էսսե, որը հրապարակվեց ապրիլի 18-ին Nature ամսագրում։ Էսսեն կոչվում էր «Տիեզերքը որպես փորձարարական հարթակ բաշխական արդարադատության համար»։ Սանդբերգը առաջարկեց հիբրիդային մոդել։ Նա ասաց. Պատկերացրեք համակարգ, որտեղ ընկերություններն ու երկրները կարող են ստանալ ժամանակավոր բացառիկ իրավունքներ տիեզերական տարածքների նկատմամբ, օրինակ 20 կամ 30 տարի։ Այդ ժամանակաշրջանում նրանք կարող են արդյունահանել ռեսուրսներ եւ ստանալ շահույթ։ Բայց դրանից հետո տարածքը վերադառնում է միջազգային ֆոնդ, եւ նոր ընկերություններ ու երկրներ ստանում են հնարավորություն։ Միաժամանակ շահույթի մի մասը, օրինակ 15%, փոխանցվում է տիեզերական զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորում է երկրների համար, որոնք չունեն տիեզերական տեխնոլոգիա։ Մոդելը էր հետաքրքիր համախառնում կապիտալիստական խթանների եւ սոցիալիստական բաշխման։ Այն ճանաչում էր, որ ընկերություններն անհրաժեշտ են տեխնոլոգիա զարգացնելու համար, եւ նրանք պահանջում են շահույթ։ Բայց այն նաեւ ճանաչում էր, որ տիեզերքը պատկանում է ամբողջ մարդկությանը, եւ դրա օգուտները պետք է կիսվեն։ Սակայն մոդելը պահանջում էր, որ բոլոր կողմերը համաձայնվեին։ Նրանք ստիպված էին զիջել իրենց բացարձակ դիրքերից։ Ամերիկացիներն ստիպված էին ընդունել, որ սեփականությունը ժամանակավոր է։ Ռուսները եւ չինացիները ստիպված էին ընդունել, որ մասնավոր ընկերությունները կարող են շահույթ ստանալ տիեզերական ռեսուրսներից։ Երբ Սանդբերգի էսսեն հրապարակվեց, արձագանքը բաժանված էր։ Բլումբերգը գրեց. Տիեզերական կոմպրոմիսի հնարավոր ուղի։ Ֆորբսը գրեց. Ով է ուզում կիսել տիեզերական գոհարները։ China Daily-ն գրեց. Արևմտյան կապիտալիզմի նոր հնարքը շահարկել տիեզերքը։ Յուրաքանչյուր կողմ մեկնաբանեց առաջարկը սեփական նախընտրած ֆիլտրով։ Բայց ապրիլի 25-ը մոտենում էր եւ Լունա 35-ը շարունակում էր իր ուղին դեպի լուսին։ Դիվանագիտական արձագանքը չլինելու դեպքում աշխարհը պատրաստվում էր դիտել երկրորդ տիեզերական միջադեպը։
Բայց այս անգամ միջադեպը ներառում էր ոչ թե մասնավոր ընկերության ռովերը, այլ Ռուսաստանի պետական տիեզերական գործակալության արշավանքը։ Սա էր տարբերությունը, սա էր ուղակի տերություն-տերություն հակամարտություն։ Լուսինը դարձել էր հայելի, արտացոլում էր մարդկության ամենախորը հակասությունները։ Մի կողմից մարդիկ, որոնք հավատում էին, որ առաջընթացը գալիս է մրցակցությունից, նորարարությունից, անհատական նախաձեռնությունից։ Մյուս կողմից մարդիկ, որոնք հավատում էին, որ արդարությունը պահանջում է համագործակցություն, կոլեկտիվ կառավարում, ռեսուրսների բաշխում բոլորի միջև։ Երկու տեսլականներն էլ ունեին իրենց բարոյական հիմքերը։ Երկուսն էլ կարող էին մատնանշել պատմության օրինակները, որտեղ իրենց մոտեցումը աշխատել էր։ Բայց Լուսինը չէր կարող սпасել, մինչև մարդկությունը լուծեր իր փիլիսոփայական դիլեմաները։ Լուսինը շրջվում էր երկրի շուրջը ամեն 28 օր 8 ժամ։ Արևը ծագում էր հյուսիսային բևեռում և տևում էր 14 օր։ Ապա գալիս էր 14 օրվա գիշեր, ծայրահեղ ցուրտ -160 աստիճան Ցելսիուս։ Ռոբոտները պետք է աշխատեին արևի լույսով, քանի որ գիշերվա ծայրահեղ պայմաններում նրանց էներգետիկ համակարգերը չէին դիմանա։ Սա նշանակում էր լավագույն աշխատանքային ժամանակը երկրորդ շաբաթն էր արևային ցիկլից, երբ արևը բարձր էր, բայց ջերմությունը դեռ չէր հասել ծայրահեղ մակարդակի։ Ապրիլի 24-ին Շակլտոն կրատերը գտնվում էր իր արևային ցիկլի 11-րդ օրում։ Լավագույն աշխատանքային պայմաններ։ Հենց դրա համար SpaceX-ը ընտրել էր այդ ժամանակը Արգոնոտ 1-ի հորատման համար։ Լունա 35-ը պլանավորել էր վայրեջք հաջորդ օրը, ապրիլի 25-ին։ Եթե երկու սարքերը սկսեին մրցել նույն ռեսուրսների համար միևնույն օպտիմալ ժամանակաշրջանում, հակամարտությունը անխուսափելի էր։ Բայց գուցե հենց այդ անխուսափելիությունը ստիպեր կողմերին գտնել լուծում։ Երբ վերջնաժամկետը հստակ է և հետևանքները իրական, մարդիկ հաճախ գործում են։ Հարցը մնում էր, արդյոք 10 օրը բավարար էր լուծելու հակամարտությունը, որը տևում էր 50 տարի։ Ապրիլի 25-ի առավոտը, ժամը 7:35 Լունա 35 թռչող սարքը սկսեց իր վերջնական վայրեջքի հաջորդականությունը Շակլտոն կրատերի արևմտյան եզրի վրա։ Բայկոնուրի վերահսկման կենտրոնում 77 տարեկան ինժեներ Վիկտոր Պավլովիչ Սոլովյովը նստած էր իր վերահսկման կայանի առաջ և զգում էր ձեռքերի դողը։ Սոլովյովը 18 տարեկան էր, երբ Լունա 2-ն առաջին անգամ փափուկ վայրեջք կատարեց Լուսնի վրա 1966 թվականի փետրվարի 3-ին։ Նա հիշում էր, թե ինչպես էր նայում սև-սպիտակ հեռուստացույցով, երբ սովետական ինժեներները ծափահարում էին Մոսկվայի վերահսկման կենտրոնում։ Հիմա, 58 տարի անց, նա ինքը վերահսկում էր Լունա 35-ը, և նրա ձեռքերը դողում էին ոչ թե հուզումից, այլ վախից։ Վախը գալիս էր այն բանից, որ Սոլովյովը գիտեր 2 կիլոմետր հարավ-արևելքում գտնվում էր Արգոնոտ 1-ը։ Ամերիկյան համակարգի սենսորները արդեն հայտնաբերել էին Լունա 35-ի ծանր հաջորդականության շարժիչները։ Մոսկվայից եկած հրահանգները պարզ էին՝ շարունակել առաքելությունը։ Մենք ունենք իրավունք գործել Լուսնի ազատ տարածքում։ Բայց Սոլովյովը, որը աշխատել էր տիեզերական ծրագրերում 48 տարի, գիտեր, որ իրավունքը և իրականությունը երբեմն տարբեր բաներ են։ Լունա 35-ը հպվեց Լուսնի մակերևույթին ժամը 7:41-ին։ Փոշու փոքրիկ ամպը բարձրացավ և կանգ առավ։ Թռչող սարքի 4 ոտքերը հաստատ կանգնած էին ռեգոլիթի վրա։ Բայկոնուրում Սոլովյովը թույլ տվեց իրեն փոքրիկ ժպիտ։ Տեխնիկական մասը հաջողվեց։ Հիմա սկսվում էր քաղաքական մասը։ Սակայն նախքան Սոլովյովը կարողանար ուղարկել առաջին տվյալների փաթեթը Մոսկվա, նրա վահանակի վրա երևաց կարմիր զգուշացում։ Արտաքին ռադիոազդանշան հայտնաբերված։ Բարձր հզորություն։ Հյուստոնի վերահսկման կենտրոնը հեռարձակում էր բաց հաղորդագրություն բոլոր հաճախականությունների վրա։ Հաղորդագրությունը կարդում էր ավտոմատ համակարգը անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Լունա 35. Դուք վայրեջք կատարել եք միջազգային վիճելի գոտում։ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես բողոքում է այս գործողության դեմ։ Պահանջում ենք անմիջապես դադարեցնել բոլոր գործողությունները և սպասել համակարգման։ Սոլովյովը անտեսեց հաղորդագրությունը և ակտիվացրեց Լունա 35-ի գիտական սարքերը։ Հրահանգներն էին պարզ՝ սկսել սառցե նմուշների հավաքումը անմիջապես։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ 30 վայրկյանների ընթացքում, պատմության մեջ կմնար որպես շակլտոնյան պատնեշ։ Արգոնոտ 1-ը, որը գտնվում էր 2 կիլոմետր հարավ-արևելքում, անկապ առանց մարդկային հրահանգի, ակտիվացրեց իր անվտանգության պրոտոկոլը։ Ամերիկյան համակարգը սկսեց շարժվել դեպի Լունա 35-ի դիրքը։ Ոչ արագ, միայն 3 կիլոմետր ժամում։
Ոչ սպառնալիք, համակարգը չուներ զենք, բայց շարժում էր հստակ ազդանշան։ Հյուստոնում թռիչքի տնօրեն Մարիա Ուիլյամսը տեսավ Արգոնոտ 1-ի շարժումը իր վահանակի վրա և անմիջապես հասկացավ, թե ինչ կատարվում է։ Նա գոռաց իր թիմին. «Ով որ ծրագրավորեց այդ արձագանքը, դադարեցրեք Արգոնոտ 1-ը, հիմա»։ Բայց համակարգը արդեն գործարկել էր ավտոմատ հաջորդականություն, որը պահանջում էր 15 րոպե վերագրանցելու համար։ 15 րոպե, որի ընթացքում ռուսները կարող էին մեկնաբանել շարժումը որպես հարձակում։ Բայկոնուրում Սոլովյովը տեսավ ամերիկյան ռովերի մոտեցումը և զգաց սրտի կտրուկ զարկը։ Նա գիտեր, որ ունի 20 վայրկյան որոշում կայացնելու համար։ Եթե նա հեռարձակեր շտապ ազդանշան Մոսկվա, ռուսական կառավարությունը կարող էր դա մեկնաբանել որպես ամերիկյան ագրեսիա։ Եթե նա չաներ ոչինչ, Արգոնոտ 1-ը կարող էր մոտենալ Լունա 35-ին այնպիսի հեռավորության, որ ռուսական համակարգի սենսորները կկորցնեին թիրախը։ Սոլովյովը ընտրեց երրորդ տարբերակ։ Նա ծրագրավորեց Լունա 35-ը բարձրացնել իր մեխանիկական ոտքերը 2 սենտիմետր։ Դիրք, որը թույլ էր տալիս արագ ցատկել, եթե անհրաժեշտություն լիներ։ Աշխարհի մամուլի գործակալությունները սկսեցին հեռարձակել պատմությունը ապրիլի 25-ի ժամը 8-ից։ Reuters-ը, ռուսական և ամերիկյան տիեզերական սարքերը մտան դիրքապահության վիճակ լուսնի վրա։ France Press-ը, տիեզերական սառը պատերազմը դարձավ տիեզերական մեքսիկական կանգնում։ CNN-ը հեռարձակեց ուղիղ եթեր տիեզերական իրավաբանների հետ, ովքեր փորձում էին բացատրել, թե ով ում է խախտում։ Բայց իրավաբանները չէին համաձայնվում միմյանց հետ, քանի որ իրենց հիմնական ենթադրությունները տարբեր էին։ Բայց հիմա ես պետք է կանգ առնեմ և ուղղորդեմ ինչ-որ բան, որը դուք գուցե արդեն մտածում եք։ Իմացում եմ ամբողջովին, թե ինչի մասին եք մտածում։ Դուք մտածում եք, սա ականջ է ցած նման գիտական ֆանտաստիկայի, ռոբոտներ, որոնք կռվում են լուսնի վրա։ Տիեզերական սառը պատերազմ։ Սա շատ դրամատիկ է, չափազանց հոլիվուդյան, որպեսզի լինի իրական։ Եվ անկեղծ ասած, 5 տարի առաջ, երբ ես առաջին անգամ սկսեցի ուսումնասիրել այս թեման, ես նույնպես մտածում էի հենց այդպես։ Ես էի իրավաբան, որը մասնագիտացված էր միջազգային պայմանագրերում, և երբ գործընկերներս ասացին ինձ, տիեզերական իրավունքը դառնում է հաջորդ մեծ ճգնաժամը, ես ժպտացի և մտածեցի, դրանք չափազանցնում են։ Բայց ապա ես ընթերցեցի փաստաթղթերը, իրական փաստաթղթերը, Արտեմիս համաձայնագրերի տեքստը, որը ստորագրված է 23 երկրի կողմից, Ամերիկյան կոնգրեսի լսումների արձանագրությունները 2020 թվականից, որտեղ սենատորները հարցնում էին, ինչ կլինի, եթե Չինաստանը փորձի վերցնել մեր սառույցը լուսնի վրա։ Չինական արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունները, որտեղ նրանք անվանում էին Արտեմիս համաձայնագրերը միակողմանի փորձ վերագրանցել միջազգային իրավունքը։ Սա ամբողջությամբ դադարեցրեց Արտեմիս համաձայնագրերի վերաբերյալ հայտնաբերումը։ Օտարություն հայտնելու համար այսօր կա միայն հույս, որ նոր կառավարություն այս հարցերում հաստատ կմտածի այլ կերպ, եւ ինչպես համաձայնագրեր կգրենք մեր շրջակա կազմակերպության հետ, եւ ինչ կատարվի, եթե մենք չենք հասկանանք։ Զգային իրավունքը։ Սա ամբողջը չէր գիտական ֆանտաստիկա, սա էր դիվանագիտության լեզվով գրված իրական հակամարտություն։ Եվ ապա ես տեսա թվերը։ Եթե դուք չեք հավատում դիվանագիտական լեզվին, հավատացեք դրամին։ Ժոնսոն տիեզերական կենտրոնի տնտեսագետները հաշվարկեցին 2022 թվականին լուսնային սառույցի արժեքը, կախված տեխնոլոգիական զարգացումներից, կարող է հասնել $2000-ից $10,000 ամեն տոննա, չափվելով պարզապես արտադրության ծախսերով։ Բայց իրական արժեքը տիեզերական արշավանքների համար հասնում է $50,000 տոննան։ Շակլտոն Շումեյքեր հովտում կա մոտավորապես 100 միլիոն տոննա մատչելի սառույց։ 50,000 բազմապատկած 100 միլիոնով հավասար է $5 տրիլիոն։ $5 տրիլիոն։ Սա ավելի է, քան Ֆրանսիայի կամ Միացյալ Թագավորության ամբողջ տարեկան հնան։ Սա արժեքն է մեկ հովտի, մեկ 20 կիլոմետր լայնության դրատերի։ Հիմա պատկերացրեք ողջ լուսինը, պատկերացրեք Մարսը, պատկերացրեք աստերոիդները, որոնք պարունակում են պլատին, ոսկի, հազվագյուտ տարրեր, ընդհանուր արժեքով, որը գնահատվում է $30 քվինտիլիոն։ Այո, քվինտիլիոն, մեկը 30 զրոներով։ Երբ այդպիսի գումարներ են խաղադրույքի տակ, պետություններն ու ընկերությունները չեն շարժվում գիտական ֆանտաստիկայի տրամաբանությամբ։ Նրանք շարժվում են անողոք տնտեսական հաշվարկի տրամաբանությամբ։ Եվ այդ հաշվարկը ասում է հետևյալը. ով որ առաջինը հասնի լուսնի ռեսուրսներին եւ հաստատի դե ֆակտո կոնտրոլ, նա կունենա տասնամյակների համար տնտեսական առավելություն։
Դա է պատճառը, որ Շակլտոն միջադեպը տեղի ունեցավ։ Ոչ քանի որ ինժեներներ էին ագրեսիվ, այլ քանի որ տնտեսական տրամաբանությունը անխուսափելի էր։ Բայց ահա բանն է, որն ինձ իսկապես սարսափեցրեց, երբ ես խորացա այս ուսումնասիրության մեջ։ Դա չէր միայն գումարները, դա էր մաթեմատիկան։ Լոնդոնի Քինգս Քոլեջի պրոֆեսոր Թոմաս Վեյդը մշակեց մոդել 2023 թվականին, որը կոչվում է տիեզերական հակամարտության հավանականության մատրիցա։ Վեյդը վերցրեց 2 տասնամյակի տվյալներ տարածքային հակամարտությունների մասին երկրի վրա՝ Հարավչինական ծովում, Արկտիկայում, Կիպրոսում, Ֆոլկլանդյան կղզիներում։ Նա վերլուծեց, թե ինչ գործոններ էին բարձրացնում դիվանագիտական վեճից մինչև ռազմական ճգնաժամի փոխակերպման հավանականությունը։ Գործոնները եղան 8. 1. Տարածքի տնտեսական արժեք, 2. Պատմական հայտարարություններ, 3. Ռազմական ներկայություն մոտակայքում, 4. Դիվանագիտական մեխանիզմերի բացակայություն, 5. Հանրային կարծիքի ազգայնական խմորում, 6. Նախադեպի արժեք, 7. Ժամանակի ճնշում, 8. Անհեռատես էսկալացիա։ Վեյդը գտավ, որ երբ 5 կամ ավելի գործոններ ներկա են միաժամանակ, հավանականությունը, որ դիվանագիտական վեճը վերածվի ռազմական ճգնաժամի, բարձրանում է 85%-ի։ Հիմա տեսնենք Շակլտոն իրավիճակը։ Տնտեսական արժեք $5 տրիլիոն, ստուգվածք, պատմական հայտարարություններ, Արտեմիս համաձայնագրեր, ընդդեմ արտաքին տիեզերքի մասին պայմանագրի ռուս-չինական մեկնաբանության, ստուգվածք, ռազմական ներկայություն, թեև ոչ ուղղակիորեն լուսնի վրա, բայց մերձերկրյա ուղեցրում ԱՄՆ-ն ունի 17 գործունակ արբանյակ, Չինաստանը 12, Ռուսաստանը 6, ստուգվածք։ Դիվանագիտական մեխանիզմերի բացակայություն, ոչ մի պաշտոնական արբիտրաժ, Լունա 35, ընդդեմ Արգոնոտ 1, ստուգվածք։ Հանրային կարծիքի խմորում, Ամերիկյան սենատում հնչում են ելույթներ պաշտպանել ազգային շահերը տիեզերքում։ Չինական ժողովրդական զինվորական օրաթերթը գրում է դիմադրել ամերիկյան տիեզերական հեգեմոնիային, ստուգվածք, 5 գործոններից 5-ը։ Ըստ Վեյդի մատրիցի, Շակլտոն իրավիճակը ունի 89% հավանականություն էսկալացիայի, բայց սա էր մոդել, որը հիմնված էր երկրի տվյալների վրա։ Լուսնի վրա մենք ուներ լրացուցիչ գործոններ, որոնք Վեյդի մոդելում չկային։ Հաղորդակցության ուշացում։ Երկու կողմերի միջև հաղորդագրությունները տևում էին 2 վայրկյան ամեն ուղղությամբ։ 2 վայրկյանը բավական էր, որ ավտոմատ համակարգը կարող էր արձագանքել առանց մարդկային հաստատման։ Ավտոմատ արձագանքների անհեռատես բնույթը ռոբոտները չունեին մարդկային վերահսկողների ինստինկտները։ Բոլորովին փակ միջավայրը, լուսնի վրա դուք չեք կարող ետ քաշվել, դուք չեք կարող հեռանալ դեպի չեզոք տարածք։ Յուրաքանչյուր տարածք պատկանում է որևէ մեկի իրավական տրամաբանությանը։ Երբ ես ներկայացրի այս վերլուծությունը Լեյդենի համալսարանի համաժողովում 2023 թվականի նոյեմբերին, մի տարեց պրոֆեսոր, հոլանդացի իրավաբան Պիտեր վան դեր Գրինթենը բարձրացավ եւ ասաց. «Բայց դուք անտեսում եք մի բան էական։ Բոլոր այդ հաշվարկները ենթադրում են, որ կողմերը արձագանքում են ռացիոնալ տրամաբանությամբ։ Բայց մենք գիտենք պատմությունից, որ երբ ազգային հպարտությունը եւ տնտեսական շահերը միավորվում են, կողմերը երբեմն գործում են ոչ ռացիոնալ ձևով»։ Նա հիշեցրեց Ֆոլկլանդյան պատերազմը 1982 թվականին, երբ Արգենտինան եւ Մեծ Բրիտանիան կռվեցին անմարդաբնակ կղզիների համար, որոնց տնտեսական արժեքը չի գերազանցում դրանց ռազմական ծախսերը։ Վան դեր Գրինթեն ասաց բան, որը ինձ հետապնդեց ամիսներ շարունակ։ Նա ասաց. «Տիեզերական հակամարտության իրական վտանգը չէ, որ երկու ռոբոտները կբախվեն լուսնի վրա։ Վտանգն այն է, որ երկու տերությունները կզգան, որ նրանք չեն կարող նահանջել առանց կորցնելու դեմքը։ Եվ երբ դեմքի խնդիրն ավելի կարևոր է դառնում, քան բուն հակամարտության առարկան, քաղաքական տրամաբանությունը փոխարինվում է հուզական տրամաբանությամբ։ Հուզական տրամաբանությունը պատերազմների սկսման տրամաբանությունն է։ Հետ եկանք լուսին ապրիլի 25-ին։ Ժամը 10-ը Արգոնոտ 1-ը գտնվում էր 500 մետր հեռավորության վրա Լունա 35-ից։ Ամերիկյան համակարգը կանգ էր առել, բայց նրա սենսորները շարունակում էին ուղղված լինել ռուսական թռչող սարքի վրա։ Հյուստոնում Մարիա Ուիլյամսը ստացավ հեռախոսային զանգ Պենտագոնի ազգային ռազմական կենտրոնից։ Զանգը խոսքը չէր հարցում, այլ տեղեկացնում էր. Նախագահի խորհրդականների թիմը հետևում է իրավիճակին իրական ժամանակում։ Մի արեք որևէ շարժում առանց մեր հաստատման։ Ուիլյամսը պատասխանեց. հասկացա, բայց նրա ձայնը դողում էր։ Նա ղեկավարում էր տիեզերական առաքելություններ 17 տարի, բայց երբեք առաջ նա չէր ստացել զանգ Սպիտակ տնից։ Բայկոնուրում Վիկտոր Սոլովյովը նույնպես ստացավ հեռախոսային զանգ։
Զանգը եկավ Ռոսկոսմոսի տնօրեն Յուրի Բորիսովից անձամբ։ Բորիսովի ձայնը հանգիստ էր, բայց նրա բառերը հստակ էին։ Վիկտոր Պավլովիչ, դուք հասկանում եք, որ Լունա 35-ը հիմա խորհրդանիշ է։ Եթե մենք հեռանանք, աշխարհը կտեսնի, որ Ռուսաստանը նահանջեց ամերիկյան ճնշման տակ։ Սա անընդունելի է։ Սոլովյովը պատասխանեց. Ես հասկանում եմ, բայց նրա սիրտը զարկում էր այնքան բարձր, որ նա վախենում էր, որ Բորիսովը կլսի հեռախոսով։ Հաջորդ 6 ժամվա ընթացքում երկու համակարգերը մնացին անշարժ, 500 մետր միմյանցից։ Լուսնային մթնոլորտի բացակայության պատճառանք կարող էին տեսնել միմյանց լրիվ հստակ, անգամ գիշերային ժամերին երկրի փայլով։ Արգոնոտ 1-ի սենսորները գրանցում էին Լունա 35-ի ջերմային ազդանշանը։ Լունա 35-ի սենսորները գրանցում էին Արգոնոտ 1-ի էլեկտրական դաշտերը։ Նրանք էին նման երկու միջնադարյան ասպետների, որոնք կանգնած են դեմ առ դեմ, սպասելով, թե ով առաջինը կշարժվի։ Բայց երկրի վրա մեկ այլ տեսակի կռիվ էր ծավալվում։ Ֆինանսական շուկաներում ապրիլի 25-ի առևտրային օրը ավարտվեց ամենամեծ կորուստներով տիեզերական ոլորտի պատմության մեջ։ Պլատինիում Space Mining-ը կորցրեց 28% իր արժեքը մեկ օրում։ Astroforge-ը, բրիտանական ընկերությունը, որը բաժնետոմսեր էր վաճառում Լոնդոնի բորսայում, կորցրեց 31%։ Երկու ընկերություն, Lunar Gold Corporation ու Meteor Mining Group-ը հրապարակեցին, որ նրանք կասեցնում են իրենց բաժնետոմսերի հրապարակային առաջարկները։ Բայց ամենադրամատիկ զարգացումը եկավ ապահովագրության ոլորտից։ Ապրիլի 25-ի երեկոյան Լոնդոնի Լոյդսի ապահովագրական սինդիկատը, որը վաղուց էր հայտնի որպես աշխարհի ամենակարևոր ծովային եւ օդային ապահովագրական շուկա, հրապարակեց աննախադեպ հայտարարություն։ Սինդիկատի գործադիր տնօրենի տեղակալը Էլեն Մակդոնալդը հայտարարեց 23 րոպե տևողությամբ մամլո ասուլիսում. Լոյդսը դադարեցնում է բոլոր նոր տիեզերական հանքարդյունահանման ապահովագրական պոլիսները մինչև հետագա ծանուցում։ Մակդոնալդը բացատրեց. Մենք կարող ենք ապահովագրել տեխնիկական ռիսկերը, մենք կարող ենք ապահովագրել բնապահպանական ռիսկերը, մենք նույնիսկ կարող ենք ապահովագրել աստերոիդի բախման ռիսկը որպես աստվածային գործունեություն։ Բայց մենք չենք կարող ապահովագրել երկու տերությունների ունների միջև գեոպոլիտիկական հակամարտությունը, որի ելքը անորոշ է։ Երբ ռիսկը կախված է Սպիտակ տան եւ Կրեմլի միջև քաղաքական որոշումներից, մենք չունենք մաթեմատիկական մոդել հաշվարկելու հավանականությունը։ Այդ հայտարարությունը փաստորեն փակեց կապիտալի հոսքը դեպի տիեզերական հանքարդյունահանություն։ Առանց ապահովագրության ոչ մի բանկ չէր տա վարկ։ Առանց վարկի ոչ մի ընկերություն չէր կարող կառուցել տիեզերանավ կամ հորատման համակարգ։ Նույն երեկոյան Նյու Յորքի Քոլամբիա համալսարանի երկրագիտական եւ պետական գործերի դպրոցում 18 միջազգային իրավունքի մասնագետ հավաքվեցին անհապաղ հանդիպման համար։ Հանդիպումը չէր պաշտոնական։ Ոչ մի կառավարություն չէր ուղարկել նրանց։ Բայց այս 18 մարդիկ ներկայացնում էին տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան։ Նրանք փորձեցին պատասխանել հարցին. կար արդյոք համակարգ, որը կարող էր լուծել Շակլտոն պատնեշը։ Պրոֆեսոր Մայքլ Ռեյսմանը 18 գրքերի հեղինակ միջազգային իրավունքի մասին վերցրեց սպիտակ տախտակը եւ գծեց երկու շրջան։ Մի շրջանը նշեց ամերիկյան տրամաբանություն, մյուս շրջանը ռուս-չինական տրամաբանություն։ Նա փորձեց գտնել հատման տարածք, որտեղ երկու շրջանները կհամընկնեին։ Բայց ինչքան էլ նա փորձեց, երկու շրջանները չէին հատվում։ Ռեյսմանը ասաց. հիմնախնդիրը ոչ թե հատված գծերի մեջ է։ Հիմնախնդիրը այն է, որ երկու շրջանները գծված են տարբեր գագաթներից։ Մեկը գծված է սեփականության իրավունքի կենտրոնից, մյուսը հավաքական ժառանգության կենտրոնից։ Դուք չեք կարող համատեղել երկու շրջան, երբ նրանց կենտրոնները գտնվում են տարբեր տեղերում։ Պրոֆեսոր Ռոզա Մարիա Ֆերնանդես Էգեան Բրազիլից առաջարկեց այլ մոտեցում։ Նա ասաց. գուցե մենք դադարենք փորձել լուծել փիլիսոփայական հարցը, թե ով ում է։ Փոխարենը գուցե մենք կարող ենք ստեղծել գործնական համակարգ, որը թույլ տա երկու կողմերին գործել լուսնի տարբեր տարածքներում առանց միմյանց խանգարելու։ Նա առաջարկեց բաժանել լուսինը սեկտորների, նման Անտարկտիդայի գիտական կայանների համակարգին։ Յուրաքանչյուր երկիր կստանար գործողության գոտի, որտեղ նա կարող էր գործել ազատորեն, բայց նա նաև պարտավորվեր համագործակցել շրջակա գոտիների հետ։ Բայց ամերիկացի պրոֆեսոր Դեյվիդ Քենեդին անմիջապես մատնանշեց թերությունը։ Ով է որոշելու, թե ով որ սեկտորը կստանա։ Եթե մենք բաժանենք լուսինը հավասար մասերի, Արգենտինան եւ Շվեյցարիան կստանան նույն չափի տարածքներ որպես A, M, N ու Չինաստանը։
Բայց Արգենտինան չունի տիեզերական ծրագիր, եւ Շվեյցարիան չունի տիեզերանավ։ Արդարացիորեն է, որ նրանք ստանան տարածքներ, որոնք նրանք երբեք չեն օգտագործի։ Հնդկացի պրոֆեսոր Ապրանա Ռոյը պատասխանեց. բայց մյուս տարբերակը այն է, որ 5 կամ 6 տերությունները, որոնք ունեն տեխնոլոգիա, կբաժանեն լուսինը իրենց միջև եւ մնացած 191 երկրները կստանան ոչինչ։ Արդարացի է սա։ Քննարկությունը տևեց 6 ժամ եւ ավարտվեց առանց եզրակացության։ 18 մասնագետները հեռացան խորապես հիասթափված, գիտակցելով, որ իրենց մտավոր ներուժը բավարար չէր լուծելու խնդիրը, որը ավելին էր, քան իրավաբանական։ Ռեյսմանը, շախմատիստը, որ 5 տարի անգամ էր աշխատել միջազգային արդարադատության դիվանում, ասաց իր ուսանողներին հանդիպումից հետո. Ես վերլուծել եմ սահմանային վեճեր 20 երկրների միջև իմ կարիերայի ընթացքում։ Բայց լուսնային հարցը տարբեր է։ Երկրային սահմանների դեպքում մենք ունենք 2000 տարվա նախադեպեր։ Մենք գիտենք, թե ինչպես լուծել հողային վեճեր, մասնակի օտարման, փոխանակման, համատեղ օգտագործման միջոցով։ Բայց լուսնի դեպքում մենք չունենք նախադեպեր։ Մենք գրում ենք կանոնները իրական ժամանակում, եւ յուրաքանչյուր սխալ կարող է դառնալ կարծրացած նախադեպ հազարամյակների համար։ Ապրիլի 26-ի առավոտը, երբ Շակլտոն Շումեյքեր հովտում արևը սկսեց բարձրանալ 13 օրվա օպտիմալ աշխատանքային ժամանակաշրջանի համար, երկու ռոբոտային համակարգերը դեռ մնում էին անշարժ, 500 մետր հեռավորության վրա։ Բայց հիմա տեխնիկական ճնշումը սկսեց աճել։ Արգոնոտ 1-ի արևային պանելները սկսեցին արտադրել էներգիա առավելագույն արդյունավետությամբ։ Լունա 35-ի բատարեաները լիովին լիցքավորվեցին, երկու համակարգերն էլ պատրաստ էին սկսել իրենց գիտական գործունեությունը։ Բայց նրանք չէին կարող, քանի որ գործելը նշանակում էր խախտել պատնեշի անտեսանելի կանոնները։ Հյուստոնում թիմը ստանում էր ճնշում SpaceX-ի գլխավոր գրասենյակից։ Ընկերության ֆինանսական տնօրենը հաշվեց, որ ամեն օր, որ Արգոնոտ 1-ը մնում էր անգործուն, ծախսում էր ընկերությանը $25,000, մարտկոստերի էներգիա, վերահսկման ծախսեր, հնարավոր պատրաստվածության կորուստ։ Բայկոնուրում Սոլովյովը ստանում էր նմանատիպ ճնշում Ռոսկոսմոսից։ Լունա 35-ի առաքելությունը պլանավորված էր 10 օրվա համար։ Արդեն անցել էր 1 օր պատնեշում։ Մնացել էր 9 օր, հավաքելու բոլոր գիտական տվյալները, որոնք պլանավորված էին տարիներ շարունակ։ Բայց ով որ առաջինը շարժվեր, նա կկորցներ դիրքապահության խաղը։ Քաղաքական զարգացումներն երկրի վրա դարձնում էին անհնար առաջին շարժումը։ Ապրիլի 26-ի կեսօրին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովը, Ռուսական խորհրդարանի վերին պալատը, քվեարկեց բանաձևի օգտին, որը հայտարարում էր, որ Ռուսաստանը պաշտպանում է իր իրավունքը ազատ մատչելիություն լուսնի բոլոր տարածքներ, համաձայն արտաքին տիեզերքի մասին պայմանագրի։ Բանաձևը ոչ պարտադիր էր, բայց այն ուղարկում էր հստակ ազդանշան։ Ռուսական կառավարություն չէր կարող նահանջել առանց քաղաքական ծախսերի ներքին մեջ։ Նույն օրը, ժամը 14-ին, Վաշինգտոնում AMN ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը գիտության, տիեզերքի եւ տեխնոլոգիայի մասին անցկացրեց լսում ամերիկյան շահերի պաշտպանությունը լուսնի վրա։ 20 սենատորներ եւ ներկայացուցիչներ հարցրին NASA-ի տնօրեն Բիլ Նելսոնին, տիեզերական ուժերի հրամանատար գեներալ Սթիվեն Ուիթինգին եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչին, ինչու Արգոնոտ 1-ը չէր պաշտպանում իր դիրքը։ Տեքսասից սենատոր Թեդ Քրուզը ուղղակիորեն հարցրեց. «Մենք թույլ ենք տալիս ռուսներին թելադրել մեզ լուսնի վրա»։ Նելսոնը փորձեց բացատրել դիվանագիտական բարդությունները, բայց լսարանն ուզում էր պարզ պատասխաններ։ Վերջում լսումը վերջացավ առանց որոշումների, բայց ճնշումը սպիտակ տան վրա ակնհայտ էր։ Քաղաքական հաշվարկը էր պարզ։ Եթե ադմինիստրացիան նահանջեր Շակլտոնում, ընդդիմադիր կուսակցությունը կարող էր դա օգտագործել փաստարկ, մեղադրելու նախագահին տիեզերական թուլությամբ։ Արդյունքում երկու կառավարություններն էլ հայտնվեցին գերության։ Գերության սեփական քաղաքական համակարգերի, որոնք պատժում էին համագործակցությունը եւ պարգևատրում էին կոշտ դիրքորոշումը։ Դա է ժամանակակից ժողովրդավարության պարադոքսը։ Երբ կառավարությունները պատասխանատու են ներքին հանրային կարծիքի առջև, նրանք երբեմն անընդունակ են գործել դիվանագիտական ճկունությամբ միջազգային ասպարեզում։ Մինչդեռ լուսնի վրա, 500 մետր հեռավորության վրա, երկու ռոբոտները շարունակում էին իրենց լուռ կռիվը։ Նրանք չունեին էգո, նրանք չհասկանում էին քաղաքականությունը, նրանք պարզապես հետևում էին ծրագրին, որը գրված էր նրանց ալգորիթմներում։ Բայց այդ ծրագրերը գրված էին մարդկանց կողմից, ովքեր ավելացրել էին իրենց սեփական նախապաշարմունքները, իրենց սեփական վախերը, իրենց սեփական ազգային հպարտությունը ծածկագրերի մեջ։ Եվ հիմա ես պետք է ասեմ ամենաբարդ մասը։ Այն մասը, որը գիտնականները, ինչպիսին ես եմ, ամենաքիչը ցանկանում են ընդունել։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի հաջորդը։ Այո, մենք կարող ենք մոդելավորել։
Այո, մենք կարող ենք հաշվարկել հավանականություններ։ Բայց Շակլտոնյան պատնեշի իսկական էությունը այն է, որ մենք մտել ենք տարածք, որտեղ պատմական նախադեպերը չեն գործում։ Մենք չունենք փորձ երկու ռոբոտային համակարգերի միջև դիվանագիտական ճգնաժամի մասին։ Մենք չգիտենք, թե որքան ժամանակ կարող է տևել այդ պատնեշը՝ օրեր, շաբաթներ, ամիսներ։ Մենք չգիտենք, թե ինչ միջադեպ կարող է ստիպել մի կողմին կամ մյուսին շարժվել։ Բայց մենք գիտենք մի բան։ Մենք գիտենք, որ այս իրավիճակը կայուն չէ։ Լուսնի արևային ցիկլը շարունակվում է 13 օրվա լույս, 13 օրվա գիշեր։ Երբ արևը մայլ մտնի Շակլտոն-Շումեյքեր հովտից, մոտավորապես մայիսի 7-ին, ջերմաստիճանը կընկնի -160 աստիճան Ցելսիուս։ Երկու ռոբոտային համակարգերն էլ կխափանվեն։ Նրանց մարտկոցները կսպառվեն փորձելով պահպանել ներքին ջերմությունը։ Լուսնային գիշերը տևում է 13 օր։ Կարող են նրանք գոյատևել։ Տեխնիկական տվյալները ասում են, Արգոնոտ 1-ը նախագծված է գոյատևելու 14 օր լուսնային գիշերում, եթե նա մտնում է հիբերնացիայի ռեժիմ, անջատելով բոլոր ոչեական համակարգերը։ Լունա 35-ը նախագծված է 10 օր, բայց երկու համակարգերն էլ ունեն խնդիր։ Հիբերնացիայի ռեժիմը նշանակում է անջատել անվտանգության սենսորները։ Անջատել սենսորներ նշանակում է կուրանալ։ Ում է կուրանալ։ Եթե դուք կույր եք, մյուս կողմը կարող է մոտենալ առանց ձեր իմանալու։ Սա է իսկական դիլեման։ Երկու կողմերն էլ մտնում են լուսնային գիշեր 12 օր անց։ Նրանք կարող են երկուսն էլ մտնել հիբերնացիա եւ գոյատևել, բայց դա պահանջում է վստահություն, որ մյուս կողմը չի շահագործի կուրությունը։ Վստահություն, որը ակնհայտորեն բացակայում է Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև։ Կամ նրանք կարող են մեկը կամ երկուսն էլ պահպանել իրենց սենսորները ակտիվ գիշերվա ընթացքում, բայց դա նշանակում է սպառել մարտկոցները արագ։ Հավանականությունը, որ նրանք կգոյատևեն, կընկնի 50%-ից 20%։ Դիլեման հայտնի է որպես գերիների դիլեմա խաղերի տեսությունում։ Եթե երկու կողմերն համագործակցեն, երկուսն էլ շահում են։ Եթե մեկը համագործակցի եւ մյուսը դավաճանի, դավաճանը շահում է առավելագույնը, իսկ համագործակցողը կորցնում է ամեն ինչ։ Եթե երկուսն էլ դավաճանեն, երկուսն էլ կորցնում են, բայց ոչ ամեն ինչ։ Ռացիոնալ խաղացողները, ովքեր չեն վստահում միմյանց, ընտրում են դավաճանություն, բայց երկու դավաճանությունները ավենում են ավելի վատ արդյունքի, քան երկու համագործակցությունները։ Շակլտոնյան պատնեշը դարձավ կոսմոսի չափերի գերիների դիլեմա։ 12 օր, ապա լուսնային գիշեր, ապա երկու կառավարություններն էլ պետք է որոշեն համագործակցել, թե դավաճանել, եւ ամբողջ աշխարհը դիտում էր։ Մայիսի 2-ին ուսին, երբ Շակլտոն-Շումեյքեր հովտում արևի լույսը սկսեց թուլանալ, մութ գործելով իր 12-րդ օրը, երկու ռոբոտային համակարգերը դեռ կանգնած էին 500 մետր հեռավորության վրա միմյանցից։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 2-ի երեկոյան ժամը 19:40-ին, պատմության մեջ կմնար ոչ թե որպես հաղթանակ, այլ որպես ճանաչում։ Հյուստոնի վերահսկման կենտրոնում Մարիա Ուիլյամսը ստացավ մեկնարկային հրահանգ ոչ թե Պենտագոնից, այլ Սպիտակ տնից, ուղղակիորեն նախագահի գիտական խորհրդականից։ Հրահանգը կարճ էր։ Արգոնոտ 1-ը պետք է մտնի հիբերնացիայի ռեժիմ մայիսի 6-ի լուսաշողին։ Հաջորդ արևային ցիկլում մենք կվերագնահատենք իրավիճակը։ Բայկոնուրում Վիկտոր Սոլովյովը ստացավ համանման հրահանգ Մոսկվայից 3 ժամ անց։ Լունա 35-ը պետք է ավարտի գիտական հավաքումը մայիսի 5-ին եւ պատրաստվի հիբերնացիայի։ Երկու հրահանգները նշանակում էին միևնույն բանը։ Ոչ մի կողմ չէր շահել պատնեշը։ Երկու կողմերն էլ նահանջում էին առանց ճանաչելու մյուսի իրավունքը, բայց նաեւ առանց պարտվելու։ Դա էր դիվանագիտության ամենախորը արվեստը՝ ստեղծել համագործակցություն առանց համագործակցելու, նահանջել առանց նահանջելու, պահպանել երկու կողմերի դեմքը միաժամանակ։ Մայիսի 6-ի առավոտը, երբ արևի անկյունը Շակլտոն կրատերի վրա ընկավ մինչև 15 աստիճան հորիզոնի նկատմամբ, Արգոնոտ 1-ը սկսեց իր հիբերնացիայի հաջորդականությունը։ Համակարգը անջատեց իր սենսորները, իջեցրեց ներքին ջերմաստիճանը մինչև -50 աստիճան Ցելսիուս, փակեց արևային պանելները պաշտպանիչ դիրքում։ 15 րոպե անց Լունա 35-ը կրկնեց նույն հաջորդականությունը։ Երկու ռոբոտային համակարգերն էլ մտան լռության մեջ, նման երկու միջնադարյան ասպետների, ովքեր իջեցրին իրենց թուրերը եւ հեռացան դաշտից առանց մենամարտի։ Բայց իրական հարցը չէր, թե ինչ տեղի ունեցավ լուսնի վրա։ Իրական հարցն էր, ինչու այդ տեղի ունեցավ։ Ինչու երկու տերությունները, որոնք ներդրել էին միլիարդավոր դոլարներ տիեզերական ծրագրերում, հանկարծ համաձայնվեցին կանգ առնել։ Պատասխանը չգտնվում էր Հյուստոնում կամ Բայկոնուրում։ Պատասխանը գտնվում էր Նյու Յորքում։ Մայիսի 4-ին Միացյալ Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Անտոնիո Գուտերեշը գումարեց անհրապարակ հանդիպում,
ընդամենը 5 մասնակիցներով։ Ամերիկյան արտաքին գործերի նախարարի տեղակալը, Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, Ռուսաստանի ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը, Եվրոպական միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչը եւ Գուտերեշ ինքը։ Հանդիպումը տևեց նստաև ժամ եւ մնաց ամբողջովին անհրապարակ մինչեւ 3 ամիս անց։ Այդ հանդիպման ժամանակ Գուտերեշը ներկայացրեց պարզ վերլուծություն։ Նա ասաց. «Եթե շակլտոնյան պատնեշը շարունակվի հաջորդ արևային ցիկլում, երրորդ երկիրները կսկսեն ընտրել կողմեր։ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան արդեն ճնշում են Վաշինգտոնին պաշտպանել Արտեմիս համաձայնագրերը ավելի ագրեսիվ մեթոդներով։ Սահարագիծն Աֆրիկա, Լատինական Ամերիկան, Հարավարևելյան Ասիան դիտում են եւ տեսնում են տիեզերական կոլոնիալիզմի նոր տարբերակ։ Մենք ունենք 6 ամիս, մինչև իրավիճակը դառնա անվերադարձելի»։ Չինական ներկայացուցիչը պատասխանեց, որ Պեկինը չի կարող ընդունել ամերիկյան իրավական մոդելը։ Ամերիկյան ներկայացուցիչը պատասխանեց, որ Վաշինգտոնը չի կարող հրաժարվել ընկերություններին պաշտպանելուց։ Բայց Գուտերեշը ներկայացրեց մի բան նոր։ Նա առաջարկեց ոչ թե համագործակցություն, այլ համատեղ ժամանակավոր դադար։ Մինչև 2025 թվականի դեկտեմբերը բոլոր կողմերը պարտավորվում էին չսկսել նոր լուսնային արդյունահանման գործողություններ Շակլտոն-Շումեի քերտարածքում։ Այդ ժամանակահատվածում ստեղծվեր աշխատանքային խումբ, մշակելու նոր իրավական շրջանակ։ Ամերիկյան կողմը պահանջեց, որ ժամանակավոր դադարը ճանաչի գործող սարքերի նախապատվությունը, նշանակում Արգոնոտ 1-ը, որը առաջինը վայրեջք կատարեց, ունի ավելի ուժեղ դիրք բանակցություններում։ Չինական կողմը պահանջեց, որ ժամանակավոր դադարը ճանաչի հավասար մատչելիության սկզբունքը։ Վերջում համաձայնվեցին շրջանցել իրավական հիմնավորումները եւ պարզապես կասեցնել գործողությունները։ Երկու կողմերն էլ չճանաչեցին միմյանց իրավունքը, բայց երկուսն էլ կանգ առան։ Դա չէր լուծում, այլ հետաձգում։ Բայց երբեմն դիվանագիտությունը հենց դա է, հետաձգել անլուծելի հարցերը, մինչև դրանք դառնան լուծելի։ Հիմա, երբ ես պատմում եմ ձեզ այս ամենը, գիտեմ, որ դուք սպասում եք, ես ասեմ, թե ով ճիշտ էր, ով սխալ։ Բայց այստեղ է իրական փիլիսոփայական խորությունը, որը Շակլտոնյան պատնեշը բացահայտեց։ Պատնեշը չէր վերաբերում լուսնին։ Պատնեշը վերաբերում էր հիմնական հարցին. ինչպես երկու համակարգեր, որոնք հիմնված են տարբեր բարոյական հիմունքների վրա, կարող են գոյակցել նույն ֆիզիկական տարածությունում։ Ամերիկյան մոտեցումը հիմնված է սեփականության իրավունքի սկզբունքի վրա։ Այդ սկզբունքն ասում է. եթե դու ստեղծես ինչ-որ բան արժեքավոր, ներդնելով աշխատանք, կապիտալ, ստեղծագործականություն, դու իրավունք ունես պաշտպանել քո ստեղծածը։ Այդ սկզբունքն աշխատել է կապիտալիստական տնտեսություններում 3 դար։ Նա խթանել է նորարարությունը, տեխնոլոգիական զարգացումը, տնտեսական աճը։ Երբ Սիլիկոնյան հովտում ստարտափ ստեղծում է նոր տեխնոլոգիա, նա իրավունք ունի պատենտավորել դրա եւ վաստակել այդ տեխնոլոգիայից։ Ինչու տիեզերքը պետք է տարբեր լինի։ Ռուս-չինական մոտեցումը հիմնված է կոլեկտիվ ժառանգության սկզբունքի վրա։ Այդ սկզբունքն ասում է, որոշ ռեսուրսներ այնքան հիմնական են ամբողջ մարդկության համար, որ ոչ մի անհատ կամ երկիր չի կարող դրանք յուրաքանչյուրացնել։ Օդը, ջուրը, օվկիանոսները, մթնոլորտը, սրանք համարվում են ընդհանուր օգուտներ։ Երբ նավթային ընկերությունը աղտոտում է օվկիանոսը, մենք չենք ասում, նա իրավունք ունի, քանի որ նա ներդրեց կապիտալ։ Մենք ասում ենք, նա վնասեց ընդհանուր ժառանգությունը։ Ինչու լուսինը, որը ծանր արվեստների եւ գրականության օբյեկտ է եղել հազարավոր տարիներ, պետք է դառնա մասնավոր սեփականություն։ Երկու փիլիսոփայություններն էլ ունեն իրենց ներքին տրամաբանությունը։ Երկուստ էլ կարող են մատնանշել պատմության հաջողությունները, բայց երկուսն էլ չեն կարող գոյակցել, քանի որ նրանք սկսում են տարբեր ֆունդամենտալ ենթադրություններից։ Օքսֆորդի ապագա մարդկության ինստիտուտի փիլիսոփաներից մեկը, պրոֆեսոր Նիկ Բոստրոմը 2022 թվականին գրել էր էսսե, որը կոչվում էր «Կոսմոսի քաղաքականությունը եւ մարդկության երկար ժամկետի ապագան»։ Բոստրոմը հարցրեց. երբ մարդկությունը դառնում է բազմամոլորակային տեսակ, մենք կրկնենք երկրի սխալները, թե կստեղծենք նոր մոդել։ Նա մատնանշեց, որ երկրի վրա քաղաքական համակարգերի բազմազանությունը գոյություն ունի, քանի որ երկրները ունեն սահմաններ։ Ռուսաստանը կարող է լինել ավտորիտար, Շվեդիան սոցիալ-դեմոկրատական, ԱՄՆ-ը կապիտալիստական, եւ նրանք գոյակցում են, քանի որ նրանք չեն կիսում նույն ֆիզիկական տարածությունը։ Բայց տիեզերքում չկան բնական սահմաններ։ Լուսինը մեկ անընդհատ մակերես է։ Երկու համակարգ չեն կարող գոյակցել նույն կրատերում, մեկը պնդելով սեփականություն, մյուսը կոլեկտիվ օգտագործում։ Բոստրոմը հարցրեց. գուցե մարդկությունը պետք է ընտրի մեկ մոդել տիեզերքի համար։ Բայց ո՞ր մոդել։ Ով ընտրում է։ Ո՞ր կարգով։ Պատասխան չկա, որը բավարարի բոլորին։
Բոլոր առաջարկվող լուծումները պատկանում են մեկ կամ մյուս մոտեցմանը։ Ժամանակավոր սեփականությունը, որը Ստանֆորդի պրոֆեսոր Սանդբերգը առաջարկեց, դեռ ճանաչում է սեփականության իրավունքը, ընդամենը ժամանակավոր ձևով։ Լիցենզավորման համակարգը, որը Օքսֆորդյան իրավաբանները քննարկեցին, դեռ ենթադրում է, որ որևէ կենտրոնական մարմին ունի իրավասություն բաշխել ռեսուրսները։ Ռուսները եւ չինացիները չեն ընդունի արևմտյան կառավարած կենտրոնական մարմին։ Ամերիկացիները չեն ընդունի ՄԱԿ ու յականքու չեն ընդունի ՄԱԿ-ի կառավարում, որը տալիս է հավասար ձայն պետություններին, որոնք չունեն տիեզերական տեխնոլոգիա։ Հիմնախնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ փիլիսոփայական։ Եվ փիլիսոփայական հիմնախնդիրները չեն լուծվում բանակցություններով։ Դրանք կամ լուծվում են պատմական փոխակերպումներով, երբ մի ամբողջ գաղափարակարգություն փոխարինվում է նորով, կամ նրանք մնում են անլուծելի, եւ մարդկությունը սովորում է ապրել համադրմամբ։ Միջազգային հարաբերությունների տեսության մեջ կա հասկացություն, որը կոչվում է անարխիա, ոչ թե քաոս, այլ կենտրոնական իշխանության բացակայություն։ Երկրներն անարխիայում գոյություն ունեն, քանի որ չկա համաշխարհային կառավարություն, որը կարող է հարկադրել նրանց։ Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է։ Անարխիայում երկրները համագործակցում են, երբ դա նրանց շահերին է, եւ հակամարտում են, երբ նրանց շահերը բախվում են։ Երբեմն համագործակցությունը տեղի է ունենում պայմանագրի միջոցով, ինչպես արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը։ Երբեմն հակամարտությունը լուծվում է հզորության հավասարակշռությամբ, երբ երկու կողմերը հասկանում են, որ պատերազմը կարժենա ավելի շատ, քան նրանք կարող են շահել։ Տիեզերքը հիմա մտնում է անարխիայի փուլ։ 50 տարի պայմանագրերն աշխատեցին, քանի որ տիեզերքը էր տեսական։ Երբ Արմստրոնգը ոտք դրեց լուսնի վրա, նա տեղադրեց դրոշը, բայց բոլորը գիտեին, դա խորհրդանիշ էր։ Ոչ ոք չէր մտածում, որ ամերիկացիները իսկապես կսկսեն բնակեցնել լուսինը։ Բայց հիմա տեխնոլոգիան հասավ այն մակարդակի, որ տիեզերքը դարձավ տնտեսական օբյեկտ։ Եվ երբ տնտեսությունը մտնում է, իդեալիզմը դուրս է գալիս։ Բայց գուցե սա էր անխուսափելի։ Գուցե մարդկությունը չի կարող փախչել իր սեփական բնույթից։ Մենք տեսակ ենք, որը զարգացել է մրցակցության միջավայրում։ 2 միլիոն տարի մեր նախնիները մրցեցին սննդի, տարածքի, ռեսուրսների համար։ Այդ մրցակցությունը ձևավորեց մեր գները, մեր հոգեբանությունը, մեր սոցիալական կառուցվածքները։ Համագործակցությունը, որը նույնպես մեր բնույթի մաս է, միշտ եղել է սահմանափակ խմբերի ներսում՝ ընտանիք, ցեղ, ազգ։ Համագործակցությունը ամբողջ մարդկության մակարդակում մնում է իդեալ, որը հազվադեպ է իրականանում։ Պրինսթոնի համալսարանի զարգացնող հոգեբան Ջոշուա Գրինը 2013 թվականին գրեց գիրք «Բարոյական ցեղեր»։ Գրինը պնդում էր, որ մարդկային բարոյականությունը զարգացել է լուծելու համագործակցության խնդիրները փոքր խմբերում, ոչ թե մեծ տարբեր խմբերի միջև։ Մենք ունենք ինտուիցիա, ինչպես վարվել մեր ընտանիքի անդամների հետ։ Մենք ունենք ինտուիցիա, ինչպես վարվել մեր հայրենակիցների հետ։ Բայց երբ խոսքը վերաբերում է տարբեր մշակույթների, տարբեր արժեհամակարգերի, տարբեր տնտեսական համակարգերի անձանց, մեր բարոյական ինտուիցիան հակասում է։ Շակլտոնյան պատնեշը դարձավ խորհրդանիշ այդ հիմնական հակասության։ Երկու ռոբոտներ, 500 մետր միմյանցից, ծրագրավորված տարբեր բարոյական տրամաբանությամբ, անկարող շարժվել առաջ կամ հետ։ Եթե մենք նայենք այդ պատկերին բավականաչափ երկար, մենք սկսում ենք տեսնել մեր սեփական արտացոլումը։ Մարդկություն, որը կանգնել է սոսկալի տեխնոլոգիական ուժ, բայց դեռ չունի համաչափ իմաստություն կառավարելու այդ ուժը։ Եվ հիմա ես պետք է ասեմ առավել ազնիվ մասը։ Մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի այս պատմությունը։ Այո, Շակլտոնյան պատնեշը հետաձգվեց մայիսին, բայց հետաձգումը չէ լուծում։ Երբ հաջորդ արևային ցիկլը սկսվեց հունիսի վերջին, Արգոնոտ 1-ը արթնացավ հիբերնացիայից։ Լունա 35-ը չարթնացավ, նրա մարտկոսները սպառվել էին լուսնային գիշերվա տարահեղ ցրտից։ Ռուսական համակարգը մնաց այնտեղ, լուր մետաղյա կառույց Շակլտոն կրատերի արևմտյան եզրին, անշարժ վկա մարդկության առաջին տիեզերական դիվանագիտական ճգնաժամի։ Բայց այդ ժամանակ իրավիճակը արդեն զարգացել էր։ Հունիսի 19-ը ԵՄԱ նախագահությունը ստորագրեց Արտեմիս համաձայնագրերը։ Հունիսի 24 Հնդկաստանը հայտարարեց, որ չի ստորագրի Արտեմիս համաձայնագրերը եւ պահպանում է սեփական ճանապարհը, հիմնված արտաքին տիեզերքի մասին պայմանագրի բուն հոգեվիճակի վրա։ Հունիսի 12-ին Պակիստանը, Թուրքիան եւ Իրանը հայտարարեցին համատեղ հայտարարություն, պահանջելով ՄԱԿ-ից ստեղծել տիեզերական ռեսուրսների համընդհանուր կառավարման մարմին։ Երկիրը բաժանվում էր տիեզերական բլոկների։ Արևմտյան բլոկը ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Ավստրալիա, Հարավային Կորեա, Կանադա, Միացյալ Արաբական Էմիրություններ հիմնված Արտեմիս համաձայնագրերի վրա։
Ռուս-չինական բլոկը, պլյուս Իրան, Պակիստան, որոշ աֆրիկյան եւ լատինական ամերիկյան երկրներ հիմնված արտաքին տիեզերքի մասին պայմանագրի մեկնաբանության վրա։ Երրորդ խումբ՝ Հնդկաստան, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, որոշ ասիական երկրներ, փորձելով պահպանել անկախություն եւ պահանջել նոր համակարգ, որը տարբեր կլիներ երկու դոմինանտ մոդելներից։ Երբ Լոնդոնի Think Tank-ը Chatham House-ը հրապարակեց վերլուծական զեկույց սեպտեմբերի 2-ին 2024 թվականին, նրանց վերնագիրը էր պարզ՝ «Տիեզերական անարխիա, նոր նորմալություն»։ Զեկույցը եզրակացրեց. մոտ ապագայում ոչ մի միաձույլ տիեզերական իրավական համակարգ չէր ստեղծվելու։ Փոխարենը աշխարհը շարժվում էր դեպի բազմաբևեռանոց տիեզերական կարգավորման, որտեղ տարբեր երկրներն ու բլոկները հետևում են տարբեր կանոնների եւ հակամարտությունները լուծվում են դեպք առ դեպք, միջոցներով, որոնք տարբերվում են դիվանագիտությունից մինից մինչև տնտեսական ճնշում։ Դա էր ապագան, որը մենք կարող էինք տեսնել։ Բայց այն, ինչ մենք չէինք կարող տեսնել, էր ավելի խորն ու ավելի կարևոր։ Մենք չգիտենք, թե արդյոք մարդկությունը կարող է ստեղծել իսկապես նոր մոդել տիեզերական կառավարման համար, մոդել, որը չի հիմնված երկրի պատմական նախադեպերի վրա։ Մենք չգիտենք, թե արդյոք հնարավոր է փիլիսոփայական համակարգ, որը համատեղում է սեփականության եւ կոլեկտիվ օգտագործման սկզբունքները անհակասորեն։ Մենք չգիտենք, թե արդյոք տեխնոլոգիան, արհեստական բանականություն, բլոքչեյն, ապակենտրոն կառավարում կարող է տալ լուծումներ, որոնք հին քաղաքական մտածողությունը չէր կարող պատկերացնել։ Գուցե 100 տարի անց մարդկությունը կստեղծի համակարգ, որտեղ լուսնի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետր կառավարվի տեղայնացված ինտելեկտուալ պայմանագրերով, որոնք ավտոմատ կգործարկվեն, երբ որոշակի պայմաններ կբավարարվեն, եւ որտեղ շահույթը կբաշխվի ալգորիթմներով, որոնք ճանաչված կլինեն բոլոր երկրների կողմից։ Գուցե գտնվեն տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան վիրտուալ սեփականություն, որտեղ բոլորը կարող են հավակնել սեփականության նկատմամբ սառույցի նույն մասնիկի եւ բախումները կլուծվեն քվանտային հաշվարկով։ Կամ գուցե ոչ։ Գուցե մարդկությունը կրկնի երկրի պատմությունը տիեզերքում, տարածքային բաժանումներ, կոլոնիալ մրցակցություն, տնտեսական անհավասարություն, երբեմն համագործակցություն եւ երբեմն հակամարտություն։ Գուցե Լուսինը, Մարսը, աստերոիդները կդառնան նման, ինչպես Աֆրիկան, Ասիան, Ամերիկան 16-րդ դարում, տարածքներ, որոնք բաժանվեցին տիրապետող ուժերի միջև, թողնելով հետևանքներ, որոնք տևեցին դարեր։ Մենք չգիտենք, քանի որ դա կախված է ոչ թե օրենքներից, այլ ընտրություններից։ Ընտրություններից, որոնք կատարվում են այսօր Վաշինգտոնում, Պեկինում, Մոսկվայում, Բրյուսելում, Նյու Դելիում, բայց նաև ընտրություններից, որոնք կատարվեք դուք, նրանք, ովքեր կարդում կամ լսում են այս բառերը։ Երբ դուք քվեարկում եք կառավարությունների համար, որոնք սահմանում են տիեզերական քաղաքականություն, երբ դուք ընտրում եք ընկերություններ, որոնց աջակցում եք, երբ դուք որոշում եք, թե որ տեսակի ապագա եք ուզում տիեզերական տնտեսության համար, դուք ձևավորում եք պատմությունը։ Հարցը ոչ թե տեխնիկական է, ոչ թե իրավաբանական, հարցը բարոյական է։ Ինչպիսին տեսակ ենք մենք ուզում լինել, երբ մենք տարածվում ենք դեպի աստղերը։ Բայց թող ես վերադառնամ այնտեղից, որտեղից սկսեցինք։ Հիշում եք։ Հիշում եք, թե ինչպես էինք սկսել այս պատմությունը։ 1967 թվականի հունվարի 27։ Վաշինգտոն, Մոսկվա, Լոնդոն։ 3 մայրաքաղաք, որտեղ միաժամանակ ստորագրվեց փաստաթուղթ, որը պետք է հավերժ խաղաղություն բերեր տիեզերքում։ Արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը։ Պայմանագիր, որը հայտարարեց, որ Լուսինը, Մարսը, բոլոր երկնային մարմինները պատկանում են ամբողջ մարդկությանը։ Այդ պայմանագրի երկրորդ հոդվածը ասում էր. արտաքին տիեզերքը, ներառյալ Լուսինը եւ այլ երկնային մարմինները, ենթակա չէ ազգային յուրացմանը։ 6 բառ. Ենթակա չէ ազգային յուրացմանը։ 6 բառ, որոնք պետք է պաշտպանեին տիեզերքը մարդկային ագահությունից։ 57 տարի անց, 2024 թվականի հոկտեմբերի 13-ին, ամերիկյան կառավարությունը հրապարակեց Արտեմիս համաձայնագրերը։ Համաձայնագրերի 11-րդ հոդվածը խոսում էր անվտանգության գոտիների մասին։ 4 բառ. Անվտանգության գոտիների։ 4 բառ, որոնք վերամեկնաբանեցին տիեզերական իրավունքը, մոդելից, որտեղ ոչ ոք չէր սեփականատեր, դեպի մոդել, որտեղ ամեն ոք, ով աշխատում է, դառնում է դե ֆակտո սեփականատեր։ 2 փաստաթուղթ, 6 բառ ընդդեմ 4 բառի։ Բայց այդ բառերի հետևում կային տարբեր աշխարհներ։ Մի աշխարհ, որտեղ տիեզերք էր ընդհանուր ժառանգություն, մեկ այլ աշխարհ, որտեղ տիեզերք էր տնտեսական հնարավորություն։ Երկու աշխարհներն էլ իրական էին։ Երկու աշխարհներն էլ ապրում էին միմյանց կողքին, հակասելով, բախվելով, կասկածելով միմյանց։
Պարադոքսը, որը սկսեց մեր պատմությունը, դեռ գոյություն ուներ։ Ոչինչ չէր լուծվել, ամեն ինչ միայն սկսել էր։ Հիմա, երբ դուք կարդում եք այս բառերը, թերևս դուք նստած եք ձեր սենյակում։ Գուցե երեկո է, կամ կեսգիշեր, կամ վաղ առավոտ։ Գուցե դուք ունեք պատուհան։ Եթե ունեք, եթե երկինքը պարզ է, եթե գիշեր է, դուք կարող եք տեսնել լուսինը։ Նայեք դրան մի պահ։ Այդ մխիթարային լույսը, որը փայլում է այնտեղ 358,000 կիլոմետր հեռավորության վրա։ Լուսինը, որը տեսել են մեր նախնիների կողմից 100,000 սերունդների համար։ Լուսինը, որը ոգեշնչել է բանաստեղծներին, ուղղորդել է ծովագնացներին, հիշեցրել է սիրահարներին, որ վիթխարությունը գոյություն ունի մեր փոքրիկ բռնկումներից դուրս։ Այդ լուսինը հիմա դարձել է դաշտ վերջին մարդկային հնավանդ հարցի։ Մեն է արդյոք այն, ինչ մենք գտնում ենք, կամ պատկանում է այն բոլորին, անկախ նրանից, թե ով առաջինը հասավ։ Երբ Շակլտոն կրատերում երկու ռոբոտային համակարգերը կանգ էին առնում 500 մետր հեռավորության վրա, միլիարդավոր մարդիկ երկրի վրա նայում էին իրենց հեռուստացույցների, հեռախոսների, համակարգիչների էկրաններին և դիտում էին։ Նրանցից շատերը չէին հասկանում իրավական բարդությունները։ Նրանք չէին կարդացել արտաքին տիեզերքի մասին պայմանագիրը կամ Արտեմիս համաձայնագրերը, բայց նրանք հասկանում էին խորհրդանիշը։ Երկու ռոբոտներ անկարող շարժվել առաջ կամ հետ, քանի որ նրանց ծրագրավորել էին տարբեր մարդիկ տարբեր փիլիսոփայություններով, սա էր մարդկության պատկերը։ Պատրաստ տեխնոլոգիապես հասնել դեպի աստղերը, բայց դեռ գերի սեփական անցյալի բաժանումների, սեփական հակամարտող արժեքների, սեփական անկարողության պատկերացնել ինչ-որ բան ամբողջովին նոր։ Բայց գուցե հենց այդ անկարողությունը մեզ դարձնում է մարդկային։ Գուցե լիովին ռացիոնալ տեսակը, որը կարող էր լուծել բոլոր փիլիսոփայական դիլեմաները մաթեմատիկական ճշտությամբ, չէր մարդկային։ Գուցե հենց մեր պայքարը, մեր կասկածները, մեր անընդունակությունը համաձայնվել կատարյալ լուծման վրա, հենց այդ է մեզ մարդ դարձնում։ Բայց գուցե նաև հենց դրա համար տիեզերքը անհրաժեշտ է։ Երբ Կարլ Սագանը գրեց իր հայտնի գիրքը «Գունատ կետ» 1994 թվականին, նա մեկնաբանեց երկրի նկարը, որը վերցրել էր Voyager 1-ը 6 միլիարդ կիլոմետր հեռավորությունից։ Այդ նկարում երկիրը էր փոքրիկ կետ, նկրիկ կետ, լուսնային ճառագայթում կորած։ Սագանը գրեց. «Նայեք կրկին այդ կետին, այդ է այստեղ, այդ է տունը, այդ ենք մենք։ Դրա վրա յուրաքանչյուր ոք, ում դուք սիրում եք, յուրաքանչյուր ոք, ում դուք ճանաչում եք, յուրաքանչյուր ոք, ում մասին երբևէ լսել եք, յուրաքանչյուր մարդ, ով երբևէ եղել է, ապրել է իրենց կյանքը»։ Սագանը շարունակեց. «Մեր համարձակությունը, մեր գոռոզությունը, մեր պատրանքը, թե մենք ունենք որևէ արտոնյալ տեղ տիեզերքում, մարտահրավեր են ստանում այդ լույսի կետով։ Մեր մոլորակը փոքրիկ բեմ է հսկա կոսմիկական ասպարեզում»։ Սակայն Սագանը գրեց այդ բառերը, երբ մարդկությունը դեռ կապված էր երկրին, երբ տիեզերքը էր հեռավոր երազ, ոչ թե անմիջական տնտեսական հնարավորություն։ Հիմա, երբ մենք կանգնած ենք լուսնի հասման շեմին, երբ մենք պլանավորում ենք Մարս, երբ մենք հաշվարկում ենք աստերոիդների արժեքը տրիլիոնների համար, այդ բառերը կարող են արձագանքել տարբեր կերպ։ Գուցե տիեզերքը իր հսկայությամբ, իր անսահման ռեսուրսներով, իր անվերջ հնարավորություններով կարող է սովորեցնել մեզ ինչ-որ բան, որը մենք չսովորեցինք երկրի վրա։ Գուցե երբ մենք տեսնենք, թե որքան ավելի մեծ է տիեզերքը, քան մեր հին բաժանումները, մենք կհասկանանք, որ կռիվը մեկ կրատերի համար լուսնի վրա նույնքան անիմաստ է, որքան կռիվը մեկ փոքրիկ կղզու համար, երբ ամբողջ համաշխարհական օվկիանոսը բաց է։ Կամ գուցե ոչ։ Գուցե մենք կտանենք մեր հին կռիվները դեպի նոր դաշտեր, կրկնելով երկրի պատմությունը անվերջ, այս անգամ աստղերի միջև։ Այստեղ է իրական հարցը, որին ես չեմ կարող պատասխանել։ Ոչ ոք չի կարող։ Հարցը պատասխանվելու է ոչ թե հոդվածներով, ոչ թե թեզերով, ոչ թե համաժողովներով։ Հարցը պատասխանվելու է գործողություններով։ Գործողություններով 5 տարիների, 10 տարիների, 100 տարիների ընթացքում։ Գործողություններով, որոնք սկսվում են հիմա։ Եվ դուք նայում եք լուսնին այսօր, դուք նայում եք ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ապագա, որը դեռ գրված չէ։ Ապագա, որը կախված է ընտրություններից, որոնք կարող են թվալ փոքր, բայց որոնց կուտակային էֆեկտը կձևավորի մարդկության հետագա պատմությունը։ Արդյոք տիեզերքը կդառնա տարածք, որտեղ մենք վերջապես կսովորենք համագործակցել, ճանաչելով, որ ռեսուրսները բավականաչափ են բոլորի համար, եթե մենք կիսենք դրանք իմաստությամբ։ Թե տիեզերքը կդառնա դաշտ նոր կոլոնիալ մրցավազքի, որտեղ ուժերները կվերցնեն և թույլերը կդիտեն կողքից։ Գուցե հարցերն ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե այն, ինչ որ մեզ կսահմանի որպես տեսակ, չէ այն, թե ինչի կհասնենք, այլ այն, թե ինչպես կհասնենք այնտեղ։ Լուսինը շարունակում է փայլել։
12 կրատերներ, 100 միլիոն տոննա սառույց, տրիլիոններ դոլարներ պոտենցիալ արժեք, բայց նաև խորհրդանիշ, հարց, հայելի։ Ինչպես մենք կպատասխանենք այդ հարցին։ Դա կախված է մեզանից, ձեզանից, ինձանից, մեզանից բոլորից, եւ պատասխանը հենց հիմա այս պահին դեռ գրվում է։